Նա ուզում էր ընդամենը խոսել երեխայի մասին, բայց համաձայնեց նստել մեքենան, սիրտը կիսված հույսի ու վախի մեջ։ Ճանապարհի լռության մեջ ինչ-որ բան նրա ներսում սկսեց ճչալ, որ մի բան այն չէ։ Երբ տեսավ, թե ուր են գնում, հասկացավ, որ դա վերամիավորում չէր, այլ ծուղակ։ Եվ այդ պահին գիտակցեց, որ պայքարելու է ոչ միայն սեփական, այլ իր որովայնում կրող երեխայի կյանքի համար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Անահիտը երբեք չէր պատկերացնի, որ մարտի այդ երկուշաբթին ջրբաժան կդառնա այն մարդու միջ, ով ինքը կար, նրա, ում ստիպված կլիներ դառնալ։ Առավոտը սկսվեց ինչպես մյուսները Երանում, միասնիկյան պողոտայի խցանումներով, երբեք չքնող քաղաքի մշտական աղմուկով։ Նա արթնացավ, ձեռքերը դրած կլորացած փորին, զգալով երեխայի փափուկ շարժումները, որը պետք է ծնվեր 3 շաբաթից էլ քիչ ժամանակ անց։ 8.5 ամսվա հղիություն, ամեն օր թվում էր սպասման, վախի ու հույսի հավերժություն, խառնված անհավասար համամասնություններով։ Նոր նորքի փոքրիկ բնակարանը դեռ պահպանում էր մի կյանքի հետքեր, որը պետք է այլ կերպ լիներ։ Շրջանակված լուսանկարները ցույց էին տալիս ժպտացող, գրկախառնված, երջանիկ զույգի։ Կար մի լուսանկար, որին Անահիտն այլս չէր կարողանում նայել առանց սուր ցավ զգալու կրծքում։ Ինքն ու Դավիթը սանում, նախորդ ամառ, երբ ամեն ինչ դեռ կատարյալ էր։ Դավիթը նրան գրկել էր հետից, ձեռքերը միահյուսված դեռս տափակ փորին։ Երկուսի աչքերն էլ փայլում էին այն միամիտ համոզմունքով, որ ոչինչ չի կարող նրանց բաժանել։ Բայց այդ պատկերներն արդեն թվում էր, թե պատկանում են ուրիշ մարդու, մի Անահիտի, որը հավատում էր խոստումներին ու հավերժական սիրո երդումներին։ Ներկայիս իրականությունը շատ տարբեր էր, ցավալիորեն տարբեր։ Դավիթը, երեխայի հայրը, լիովին փոխվել էր վերջին ամիսներին։ Այն քնքուշ ու ուշադիր տղամարդը, որը գերել էր նրան ծաղիկներով, ռոմանտիկ խոստովանություններով ու համատեղ ապագայի խոստումներով, իր տեղը զիջել էր հեռու, սառը, հաճախ դաժան մեկին։ Անահիտը ժամերով փորձում էր հասկանալ, թե երբ էր սկսվել այդ փոխակերպումը։ Արդյոք այն ժամանակ, երբ պատմեց հղիության մասին։ Ոչ, այդ օրը նա երջանիկ էր թվում, նույնիսկ լաց եղավ։ Գուցե հաջորդ շաբաթների ընթացքում, երբ հայրության իրականությունը սկսեց ծանրանալ նրա վրա։ Կամ գուցե, սա ամենացավալին էր, նա երբեք այնպիսին չի եղել, ինչպիսին ինքը կարծում էր։ Նրանք արդեն 2 ամիս էր, միասին չէին ապրում։ Դավիթը տնից գնացել էր բուռն վիճաբանությունից հետո, իր հետ տանելով միայն մի քանի հագուստ, թողնելով վիրավորանքների ու անպատասխան հարցերի հետքեր։ Անահիտը դեռ ցավալի մանրամասներով հիշում էր այդ օրը։ Ուրբաթ երեկո էր, նա պատրաստում էր Դավթի սիրելի ընթրիքը, փորձելով հատուկ պահ ստեղծել երեխայի գալուստի նախապատրաստությունների մասին խոսելու համար։ Բայց Դավիթը ուշ եկավ, հեռու հայացքով ու վատ թաքցրած դյուրագրգռությամբ։ Երբ Անահիտը փորձեց գրկել նրան, նա հեռացավ, կարծես նրա հպումն իրեն այրում էր։ Վեճը սկսվեց չնչին բանից, ուշացած կոմունալ վճարից, բայց շուտով վերաճեց մեղադրանքների ու վիրավորանքների, որոնք կուտակվել էին շաբաթներ շարունակ։ Դավիթն այնպիսի բաներ ասաց, որոնք Անահիտը երբեք չէր պատկերացնի լսել նրա բերանից։ Ասաց, որ իրեն թակարդում է զգում, խեղդվում, որ հղիությունը փչացրել է իր պլանները։ Եվ հետո պարզապես գնաց, Անահիտին մենակ թողնելով դատարկ բնակարանում, լաց լինելիս խոհանոցի հատակին, մինչ ընթրիքը սառչում էր երկուսի համար գծված սեղանին։ Այդ օրվանից Անահիտի կյանքը դարձել էր բժշկական այցելությունների, անքուն գիշերների անպատասխան հարցերի միայնակ առօրյա։ Նա տնից աշխատում էր որպես անկախ գրաֆիկ դիզայներ, ինչը օրհնություն էր, հաշվի առնելով, որ կոճերն այնքան էին ուռչում, որ հազիվ էր կարողանում հարմարավետ կոշիկներ հագնել։ Նրա հաճախորդները համբերատար էին վերջնաժամկետների հարցում, դա թույլ էր տալիս նրան կառավարել ծննդաբերության, երեխային մենակ մեծացնելու իրեն սպասող անորոշ ապագայի շուրջ աճող անհանգստությունը։ Անահիտը, հղի հուզականորեն հյուծված, ժամերով փորձում էր հասկանալ, թե ինչն էր սխալ գնացել։ Ո՞ր էր այն տղամարդը, որը ծնկի էր իջել իր առջ, խնդրելով ձեռքը քաղաքի կենտրոնի այդ ռեստորանում, համեստ, բայց սիրով ընտրված մատանիով։ Ո՞ր էր այն Դավիթը, որը հուզմունքից լաց էր եղել, տեսնելով հղիության դրական թեստը, որը համբուրել էր նրա դեռ տափակ փորիկն ու շնջացել խոստումներ, լինել աշխարհի լավագույն հայրը։ Ինչպես կարող էր մեկն այդքան շատ, այդքան արագ փոխվել։ Հեռախոսը զանգեց առավոտյան, Անահիտին դուրս բերելով մտքերից, մինչ նա խմում էր երիցուկի թեյը, որը մայրը պնդում էր, թե լավ է նյարդերը հանգստացնելու համար։ Դա Դավթի հաղորդագրությունն էր։
Նրա սիրտը դեռ անկանոն բաբախում էր, երբ տեսնում էր նրա անունը էկրանին, հույսի, վախի, զայրույթի մի համար սիրո շփոթեցնող խառնուրդ, որը հրաժարվում էր մեռնել, չնայած ամեն ինչին։ Հաղորդագրությունը կարճ էր ու ուղիղ։ Պետք է խոսենք։ Երեխայի մասին է։ Այսօր երեկոյան։ Ժամը 8-ին կգամ քո հետից։ Դա խնդրանք չէր, գրեթե հրաման էր, բայց Անահիտն ընտրեց դա մեկնաբանել որպես մտերմության վերականգնման ժեստ։ Անահիտը օրվա ընթացքում տասնյակ անգամներ վերընթերցեց հաղորդագրությունը, փորձելով վերծանել այդ չոր ու ուղիղ բառերի հետում թաքնված տոնը։ Արդյոք դա հաշտությունն էր։ Արդյոք նա վերջապես պատրաստ էր ստանձնել հայրությունը վերականգնել այն ընտանիքը, որի մասին միասին երազել էին։ Թե դա պարզապես մեկ այլ ցավալի խոսակցություն էր լինելու ալիմենտի, նախատեսված այցելությունների պարտականությունները սառը ու բյուրոկրատական ձով բաժանելու մասին։ Նա հուսահատորեն ուզում էր հավատալ առաջին տարբերակին։ Նրա մայրական սիրտը ամբողջ ուժով ցանկանում էր, որ իր կրծքի տակ մեծացող երեխան մեծանա հոր ներկայությամբ, ունենա միասնական ընտանիք, չտառապի ծնողների բաժանումից նույնիսկ մինչ ծնվելը։ Օրվա ընթացքում Անահիտը փորձեց աշխատել արաբկիր թաղամասի մի սրճարանի համար կորպորատիվ ոճի նախագծի վրա, բայց կենտրոնանալը բացարձակապես անհնար էր։ Նա բացում էր գրաֆիկական դիզայնի ծրագիրը, նայում սպիտակ էկրանին, միտքը պարզապես թռչում էր դեպի այն խոսակցությունը, որը պետք է ունենար Դավթի հետ երեկոյան։ Արդյոք նա ներողություն կխնդրեր։ Արդյոք կբացատրեր, թե ինչու էր այդքան հեռու, այդքան դաժան։ Նա մտովի փորձում էր, թե ինչ կասեր, ինչպես կարձագանքեր տարբեր սցենարների, ինչ փաստարկներ կօգտագործեր նրան համոզելու վերադառնալ, իրենց հնարավորություն տալու իսկական ընտանիք լինելու համար։ Անահիտը զանգեց մորը, տիկին Լուսինեին, որն ապրում էր Աբովյանում, միշտ աջակցության խոսք ուներ դժվար պահերին։ Բայց այս անգամ նա որոշեց չպատմել Դավթի հետ հանդիպման մասին։ Մայրն արդեն հստակ հայտնել էր իր կարծիքը նրա մասին բաժանումից հետո, օգտագործելով բառեր, որոնք Անահիտը երբեք չէր լսել այդ սովորաբար զուսպ ու դաստիարակված կնոջ բերանից։ Ոչ, ավելի լավ էր սպասել։ Եթե ամեն ինչ լավ ընթանար, եթե Դավիթն իսկապես ուզենար վերադառնալ, ապա նա կպատմեր մորը, բոլորը կկարողանային նորից սկսել։ Երեկոյան ժամը 7-ին Անահիտը սկսեց պատրաստվել այնպիսի խնամքով, որը շաբաթներ շարունակ չէր ցուցաբերել։ Երկար լոգանք ընդունեց, թույլ տալով, որ տաք ջուրը թուլացնի մեջքի լարված մկանները, որոնք բողոքում էին փորի ավելորդ ծանրությունից։ Քսեց նարտոսի հոտով խոնավեցնող քսուկ, նույնը, որն օգտագործում էր, երբ ինքն ու Դավիթը դեռ միասին էին, նա ասում էր, որ պաշտում է այդ բույրը իր վրա։ Ընտրեց պարզ, բայց գեղեցիկ զգեստ, բաց կապույտ երանգով, որն ընդգծում էր նրա շագանակագույն աչքերը, որի համար միշտ հաճոյախոսություններ էր ստացել Դավթից երջանիկ ժամանակներում։ Դա մի զգեստ էր, որը լավ համապատասխանում էր փորիկին, առանց անփույթ տեսք ունենալու։ Մի փոքր դիմահարդարում արեց, փորձելով թաքցնել խորս շրջանակները, որոնք թողել էին վատ քնած գիշերները։ Մի փոքր կարմրաներկ թույլ այտերին, ցաներկ թարթիչներին, բաց վարդագույն շրթներկ։ Ոչ մի չափազանցություն, պարզապես բավականաչափ, որպեսզի այնքան հոգնած չերա, որքան զգում էր։ Խնամեց իր շագանակագույն մազերը, որոնք բնական ալիքներով թափվում էին ուսերին, համբերատար սանրելով, մինչ դրանք փայլեցին լոգարանի լույսի տակ։ Ուզում էր գեղեցիկ լինել նրա համար, ուզում էր, որ Դավիթը հիշեր, թե ինչու էր սիրահարվել իրեն 3 տարի առաջ, երբ ծանոթացել էին թվային լուսանկարչության այդ դասընթացին։ Միամտությունն էր մտածել, որ գեղեցիկ զգեստն ու շրթներկը կարող են շտկել ամիսների հեռավորությունն ու վիրավորանքը։ Գուցե։ Հավանաբար։ Բայց դա այն ամենն էր, ինչ Անահիտն ուներ այդ պահին, այդ փխրուն հույսը, որ արտաքին տեսքը կարող է նրա մեջ արթնացնել մի օր գոյություն ունեցած սիրո որեհիշողություն։ Երբ դոմոֆոնը զանգեց ուղիղ 8-ին, Անահիտը փորում մի սառնություն զգաց, որը ոչ մի կապ չուներ երեխայի հետ։ Ձեռքերը դողում էին, երբ վերցրեց պայուսակը, ստուգեց, արդյոք հեռախոսը լիցքավորված է, բանալիները, նախածննդյան քարտը, որը միշտ իր հետ էր կրում։ Դանդաղ իջավ 3 հարկերը, մի ձեռքով հենվելով մաշված բազրիքին, մյուսով բռնելով փորը, որն օրեցօր ավելի մեծ էր թվում։ Հղիությունից ծանրացած մարմինը բողոքում էր յուրաքանչյուր շարժումից, ուռած ոտքերը բողոքում էին հարմարավետ մարզակոշիկների մեջ, որոնք միակ կոշիկներն էին, որ դեռ հագնում էր, բայց նա անտեսում էր ֆիզիկական անհարմարությունը, քանի որ հուզական անհանգստությունը շատ ավելի մեծ էր։ Դավիթը սպասում էր մի մեքենայում, որը նա չճանաչեց, շենքի դիմաց կայանված մուգ սեդան, միացված շարժիչով։
Դա նրա հին մեքենան չէր, այն կարմիր գոլֆը, որով այնքան շատ էին ճամփորդել դեպի Սան, դեպի ծնողների տուն աշտարակում, կիրակնօրյա զբոսանքների հաղթանակի զբոսայգում։ Այս մեքենան նոր էր, կամ գոնե ավելի նոր, Անահիտը մտածեց, թե ումն է, արդյոք Դավիթը կարողացել է գնել, թե ինչ-որ մեկից է պարտքով վերցրել։ Երբ Անահիտը նստեց մեքենան, նկատեց, որ Դավիթը փոխվել է։ Ոչ միայն արտակնապես, թե նա հագել էր մի հագուստ, որը երբեք չէր տեսել, լավ կտորից վերնաշապիկ, որը չափազանց թանկ էր թվում նրա սովորական հագուստի համեմատ։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, մի կոշտություն, որը նա չէր կարողանում լիովին բացահայտել։ Վճռականության ինչ-որ ավելի մութ բանի խառնուրդ, մի բան, որը ստիպում էր նրա ստամոքսը տհաճորեն պտտվել։ Նա հազիվ նայեց նրան, երբ Անահիտը դժվարությամբ տեղավորվեց ուղորի նստատեղին, ամրագոտին կարգավորելով դուրս ցցված փորի վրա։ Պարզապես մի չոր ողջույն մրմնջաց, գրեթե անլսելի դբար, սկսեց վարել, չսպասելով, որ նա լավ տեղավորվի։ Անահիտը փորձեց խոսակցություն սկսել, փորձեց կոտրել այն ծանր լռությունը, որը լցրել էր մեքենայի սրահը ֆիզիկական ներկայության պես։ Հարցրեց նրա աշխատանքի մասին լոգիստիկ ընկերությունում, որտեղ նա ղեկավար էր։ Խոսեց երեխայի շարժումների մասին, թե որքան ուժեղ է, ինչպես է գիշերները հարվածում կողերին, իրեն անքուն թողնելով։ Պատմեց մանկաբարձի հետ վերջին այցելության մասին, թե ինչպես ամեն ինչ լավ է երեխայի հետ, չնայած իր ապրած հուզական սթրեսին։ Դավթի պատասխանները միավանք էին, հեռու, գրեթե ավտոմատ։ Հա, լավ ա, ուրախ եմ։ Կարծես նա անծանոթ լիներ, որը կլիմայի մասին սովորական բաներ է պատմում։ Ո՞ր ենք գնում, վերջապես հարցրեց Անահիտը, երբ հասկացավ, որ լքում են նոր-նորքի լուսավոր ու մարդաշատ փողոցները, մտնում Երան-Սան մայրուղի, ապա թեքվում մի ճանապարհ, որը տանում էր դեպի ավելի քիչ մարդաշատ, ավելի մութ մի վայր, որը նա չէր ճանաչում։ Քաղաքի լույսերը մնում էին հետում, փոխարինվելով հազվադեպ լուսասյուներով, որոնք ստվերների գրպաններ էին ստեղծում իրենց դեղնավուն լույսի շրջանակների մեջ։ Մի տեղ, որտեղ կարող ենք հանգիստ խոսել, պատասխանեց Դավիթը, աչքերը չկտրելով ճանապարհից։ Նրա ձայնն այնքան անկիրք էր, որ թվում էր, փորձված է, կարծես անգիր արած տեքստ լիներ։ Հեռու ամեն ինչից, հեռու քաղաքի աղմուկից։ Բայց ինչու այդքան հեռու, պնդեց Անահիտը, իրական վախի առաջին ծակոցը սկսեց դրսևորվել։ Դավիթ, մենք երեխայի մասին ենք խոսելու, պետք չէ դրա համար աշխարհի ծայրը գնալ։ Կարող ենք ինչ-որ տեղ կանգնել, մի ռեստորանում, սրճարանում։ Այս անգամ նա չպատասխանեց։ Պարզապես ավելի ամուր սեղմեց ղեկը, մի փոքր արագացրեց։ Անահիտը նայեց պատուհանից, տեսավ, որ մտնում են մի տարածք, որը կարծես արդյունաբերական լիներ, պահեստներով ու գործարաններով, որոնք ստվերների պես բարձրանում էին գիշերային երկնքի ֆոնին։ Շարժում չկար, մարդիկ չկային, միայն ամայի ճանապարհն ու այդ դատարկ շինությունները, որոնք թվում էր տարիներով լքված են։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան ստիպեց Անահիտի գլխում տագնապի զանգը հնչել։ Բայց նա վախը հետ մղեց մտքի խորքերը։ Դա Դավիթն էր, այն տղամարդը, ում սիրում էր իր երեխայի հայրը։ Նա ոչինչ չէր անի իրեն վնասելու համար։ Թե կաներ։ Մեքենան շարունակեց ընթացքս 20 րոպե, մինչ Դավիթը կայանեց հրազդանի մատույցներում գտնվող լքված արդյունաբերական գոտում։ Դատարկ շենքեր, կոտրված պատուհաններով պահեստներ, առանց լուսավորության փողոցներ։ Վայրը կարծես մղձավանջից լիներ։ Անահիտը զգաց, թե ինչպես է խուճապը սկսում բարձրանալ կոկորդով։ Դավիթ, ինչ ենք մենք անում այստեղ։ Ինչու չենք կարող խոսել սրճարանում, ինչ-որ հանրային վայրում։ Նա վերջապես նայեց նրան, այն, ինչ Անահիտը տեսավ այդ աչքերում, ստիպեց նրան դողալ։ Այնտեղ սեր չկար։ Նույնիսկ անտարբերություն չկար։ Ավելի վատ բան կար։ Բավարարվածություն կար։ Իջիր մեքենայից, Անահիտ։ Նա տատանվեց։ Դավիթ, խնդրում եմ, ասա, ինչ է կատարվում։ Ես հղի եմ, չեմ կարող վտանգավոր վայրերում շրջել։ Ասացի, իջիր մեքենայից։ Ագրեսիվ տոնը վախեցրեց նրան։ Անահիտը դողացող ձեռքերով բացեց դուռը, դուրս եկավ, հենվելով մեքենային։ Հենց այդ ժամանակ նա հասկացավ, որ մենակ չեն։ Լքված պահեստներից մեկի հետից մի կնոջ կերպարանք հայտնվեց։ Երբ կինը մոտեցավ, Անահիտը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Դա Նարեն էր։ Անահիտի լավագույն ընկերուհին։ Կամ գոնե այդպես էր մինչ մի քանի ամիս առաջ, երբ նրանց միջ անբացատրելի հեռավորություն առաջացավ։
Նարեն խուսափում էր Անահիտի զանգերից, չեղարկում էր հանդիպումները, միշտ պատրվակ ուներ չհանդիպելու համար։ Հիմա, տեսնելով Նարեին այնտեղ, այդ մեկուսացված վայրում, Դավթի կողքին, ամեն ինչ սկսեց սարսափելի իմաստ ստանալ։ Նարե՞, ինչ ես անում այստեղ։ Նարեն ժպտաց։ Դա այն ջերմ ժպիտը չէր, որը Անահիտը ճանաչում էր պատանեկությունից։ Դա թունավոր ժպիտ էր, լցված մի բանով, որը շատ նման էր ատելության։ Զարմացա՞ր, Անահիտ։ Դու միշտ այնքան միամիտ ես եղել։ Այնքան ճիշտ։ Այնքան կատարյալ։ Անահիտը նայեց Նարեից Դավթին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Դուք երկուսը դուք միասին եք։ Դավիթը ձեռքը գցեց Նարեի ուսերին տիրական ժեստով պատասխանեց. 6 ամիս է, սիրելիս։ Նույնիսկ մինչ դուք իմանայիր, որ հղի ես։ Բառերը հարվածեցին Անահիտին ինչպես բռունցքի հարվածներ Ստամոքսին։ Հարաբերությունների ողջ ընթացքը սկսեց վերադասավորվել նրա մտքում։ Դավթի հանկարծակի գնալները, հեռախոսազանգերը, որոնց պատասխանում էր մյուս սենյակում, սառնությունը, որը սկսել էր դրսորել։ Եվ Նարեն, տարիների ընկերուհին, որը գիտեր նրա բոլոր գաղտնիքները, բոլոր վախերը։ Երկու մարդիկ, որոնց ամենաշատն էր վստահում աշխարհում, դավաճանել էին նրան ամենադաժան ձով։ Բայց ինչու՞, շշնջաց Անահիտը, արցունքները սկսեցին հոսել դեմքով։ Ինչու՞ սա անել ինձ հետ։ Ես վստահում էի ձեզ։ Ես սիրում էի ձեզ։ Ինչու՞, Նարեն մի քայլ առաջ արեց, ձայնը լի հին վիրավորանքով։ Որովհետև ես հոգնել էի քո ստվերում ապրելուց, Անահիտ։ Միշտ ճիշտը, միշտ հաջողակը, միշտ նա, ով ստանում էր այն ամենը, ինչ ուզում էր։ Դավիթն ինձ է իսկապես ուզում։ Ոչ թե պարտավորությունից, ոչ թե անցանկալի երեխայի պատճառով։ Այդ բառերի դաժանությունը խորը կտրեց։ Անահիտը բնազդաբար ձեռքերը տարավ փորին, կարծես կարողանար պաշտպանել երեխային դա լսելուց։ Ինչպես կարող ես դա ասել։ Այս երեխան ոչ մի մեղք չունի։ Դավիթ, դու իսկապես այդպես ես զգում։ Մեր երեխան քեզ համար անցանկալի։ Դավիթը մի պահ հայացքը փախցրեց, բայց Նարեն պատասխանեց նրա փոխարեն. Նա երբեք չի ուզել այս երեխային, Անահիտ։ Դու նրան թակարդի մեջ գցեցիր։ Բայց հիմա մենք քեզ ցույց կտանք, թե ինչ է նշանակում իսկապես թակարդում լինել։ Հենց այդ ժամանակ Անահիտը նկատեց, որ Նարեն ինչ-որ բան է բռնել ձեռքերում։ Եռոտանի։ Տեսախցիկ։ Իսկ Դավիթը գրպանից հանեց հեռախոսը, բացելով մի հավելված, որը Անահիտն անմիջապես ճանաչեց։ Ուղիղ հեռարձակման հարթակ։ Ինչ եք անելու, Անահիտի ձայնը դողաց, խուճապը լիովին տիրեց նրան։ Նարեն ծիծաղեց, սուր ու անհանգստացնող ձայնով։ Մենք քեզ կտանք այն, ինչ միշտ ուզել ես, Անահիտ։ Ուշադրություն։ Մենք կստիպենք, որ բոլորը քեզ տեսնեն։ Կցուցադրենք, թե ով ես դու իրականում։ Մինչ Անահիտը կհասցներ արձագանքել, Դավիթը բռնեց նրա թերից։ Նա փորձեց դիմադրել, բայց հղիությունից ծանրացած մարմինը դանդաղ ու խոցելի էր դարձրել նրան։ Նարեն մոտեցավ պարաններով, երկուսով սկսեցին քարշ տալ Անահիտին դեպի լքված տարածքի մի կոնկրետ վայր։ Այնտեղ էր, որ բեռնատար գնացքի հին ռելսերը հատում էին տարածքը։ Տարիներով չօգտագործվող ժանգով ու խոտով պատված այդ ռելսերը Հրազդանի մոռանալ փորձող արդյունաբերական անցյալի մնացորդներն էին։ Անահիտը ճչաց աղաչեց, լաց եղավ, բայց նրա աղերսանքները կարծես միայն կերակրում էին այն հիվանդագին բավարարվածությունը, որը տեսնում էր Նարեի աչքերում։ Նրանք ստիպեցին նրան պառկել սառը ռելսերի վրա։ Մետաղը սառն էր մեջքի տակ, Անահիտը զգում էր ժանգի յուրաքանչյուր անհարթություն բարակ զգեստի միջով։ Դավիթը բռնեց նրա դաստակները, մինչ Նարեն հաստ պարաններով կապում էր ձեռքերը ռելսերին։ Նույնն արեցին նրա կոճերի հետ։ Անահիտը լիովին անշարժացած էր, պառկած մեջքի վրա, դուրս ցցված փորը ուղղված դեպի գիշերվա մութ երկինքը։ Խնդրում եմ, հեկեկաց նա։ Խնդրում եմ, մի արեք սա։ Մտածեք երեխայի մասին։ Աղաչում եմ։ Նարեն տեսախցիկը տեղադրեց եռոտանու վրա, կարգավորելով անկյունը, որպեսզի տեսարանը կատարյալ կերպով ֆիքսվի։ Դավիթը սկսեց ուղիղ հեռարձակումը իր հեռախոսով, Անահիտը սարսափով տեսավ, որ մի քանի վայրկյանում արդեն տասնյակ դիտորդներ կային։ Հարյուրավոր։ Հազարավոր։ Բար բոլորին, ասաց Նարեն տեսախցիկին սարսափելի վարպետությամբ։ Տեսնում եք այն, ինչ ես եմ տեսնում։
Սա Անահիտն է, այն կինը, որը փորձեց քանդել իմ կյանքի հարաբերությունները։ Նա դիտմամբ հղիացավ, որպեսի կապի իմ ընկերոջը։ Եվ հիմա նա կստանա այն, ինչին արժանի է։ Մեկնաբանությունները սկսեցին հայտնվել հեռախոսի էկրանին։ Ոմանք ցնցված էին, ոմանք հայհոյում էին, մի քանիսը պաշտպանում էին Անահիտին, բայց մեծամասնությունը պարզապես դիտում էր, լուռ կամ հիվանդագին հետաքրքրասիրությամբ։ Դիտորդների թիվը չէր դադարում աճել։ Ռելսերի վրա պառկած, Անահիտն անզուսպ լաց էր լինում։ Հազարավոր անծանոթների առջ այդ կերպ մերկացված լինելու նվաստացումը գրեթե նույնքան կործանարար էր, որքան ֆիզիկական վախը։ Նրա մարմինը դողում էր, նա զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես նա էլ զգար վտանգը։ Դավիթը մոտեցավ, կրանալով նրա կողքին։ Դու ինքդ քեզ այս վիճակին հասցրիր, Անահիտ։ Դու ուզեցիր ինձ կապել մի երեխայով, որին ես չեմ խնդրել։ Հիմա տես, թե ինչ է նշանակում իսկապես կապված լինել։ Անահիտը նայեց նրա աչքերին, փնտրելով այն տղամարդու որե հետ, ում սիրել էր։ Բայց այնտեղ ոչինչ չկար։ Միայն դատարկություն։ Հեռարձակման թիվը շարունակում էր աճել։ 5000 դիտորդ։ 10000։ 15000։ Եվ այդ բոլոր անտեսանելի աչքերի մեջ, որոնք սփռված էին վիրտուալ աշխարհով ինչ-որ մեկը շատ հատուկ ուշադրություն էր դարձնում զարգացող տեսարանին։ Ինչ-որ մեկը, ով ճանաչեց շրջակայքը, հետին պլանի շենքերը, հին ռելսերի կառուցվածքը։ Ինչ-որ մեկը, ով սրտի կսկիծով հասկացավ, թե կոնկրետ որտեղ է դա տեղի ունենում, պատմեք ինձ, ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Հենց այդ ժամանակ Անահիտը նկատեց, որ Նարեն ինչ-որ բան է բռնել ձեռքերում։ Եռոտանի։ Թվային տեսախցիկ։ Իսկ Դավիթը գրպանից հանեց հեռախոսը, բացելով ուղիղ հեռարձակման հավելվածը։ Ինչ եք անելու, Անահիտի ձայնը դողաց, խուճապը լիովին տիրեց նրան։ Խնդրում եմ, դուք չեք կարող դա անել, ինչ էլ որ պլանավորել եք։ Նարեն ծիծաղեց, մի անհանգստացնող ձայն, որն արձագանքեց դատարկ տարածքում։ Մենք քեզ կտանք այն, ինչ միշտ ուզել ես, Անահիտ։ Ուշադրություն։ Հիմա մենք կստիպենք, որ բոլորը քեզ իսկապես տեսնեն։ Կցուցադրենք, թե ով ես դու իրականում։ Դա ճիշտ չէ, դու դա գիտես, Նարե, Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը խառնվում վախին։ Ինչպես կարող ես ամեն ինչ այսպես խեղաթյուրել։ Ես երբեք այդպիսին չեմ եղել, դու ինձ ճանաչում ես 15 տարեկանից։ Դու գիտես, թե ով եմ ես իրականում։ Ես գիտեմ, թե ում էիր դու միշտ ուզում, որ ես կարծեմ, թե դու ես, թունոտ ձայնով հակադարձեց Նարեն։ Բայց հիմա վերջ։ Հիմա ամբողջ աշխարհը կտեսնի ճշմարտությունը։ Մինչ Անահիտը կհասցներ արձագանքել, մինչ նրա հղի դանդաղ ուղեղը կհասցներ մշակել, թե ինչ է տեղի ունենալու, Դավիթը բռնեց նրա թերից այնպիսի դաժան ուժով, որ նա ցավից ու զարմանքից ճչաց։ Նա փորձեց դիմադրել, փորձեց օգտագործել փորի ծանրությունը, նրան անհավասարակշռության մեջ գցելու համար, փորձեց օգնություն կանչել, նույնիսկ իմանալով, որ մոտակայքում ոչ ոք չկա իրեն լսելու։ Բայց հղիությունից ծանրացած մարմինը, ուռած կոճերը, վերջին ամիսների ֆիզիկական հուզական հոգնածությունը, ամեն ինչ դավադրություն էր նրա դեմ։ Անահիտը դանդաղ էր, ծանր, խոցելի այնպես, ինչպես երբեք չէր եղել կյանքում։ Նարեն մոտեցավ հաստ նեյլոնե պարաններով, այն տեսակից, որն օգտագործում են շինարարության մեջ կամ ծանր բեռներ կապելու համար։ Դրանք կոշտ պարաններ էին, որոնք քերծում էին Անահիտի նուրբ մաշկը, երբ շփվեցին նրա դաստակների հետ։ Միասին Դավիթն ու Նարեն սկսեցին քարշ տալ Անահիտին դեպի լքված տարածքի մի կոնկրետ վայր, միայն այդ ժամանակ նա տեսավ, թե ուր են իրեն տանում։ Այնտեղ էր, որ բեռնատար գնացքի հին ռելսերը հատում էին լքված տարածքը։ Ռելսերը կարծես մոռացվել էին ժամանակի կողմից։ Ժանգով պատված, կոճերի միջ աճող խոտով, այդ ռելսերը լքված արդյունաբերական անցյալի մնացորդներն էին։ Դրանք չէին օգտագործվում ավելի քան 10 տարի, երբ գործարանը սնանկացել էր։ Անահիտը ճչաց, մինչ կոկորդը ցավեց, մինչ ձայնը խռպոտվեց։ Աղաչեց հեկեկոցներով ընդհատվող բառերով։ Լաց եղավ, մինչ այլս արցունքներ չմնացին։ Բայց նրա աղերսանքները կարծես միայն կերակրում էին այն հիվանդագին բավարարվածությունը, որը նա տեսնում էր Նարեի աչքերում փայլելիս։ Դավիթը գոնե խիղճ ուներ ուղիղ նրա վրա չնայելու, դեմքը կողքի էր թեքել վախկոտի պես, որը չի կարող դիմակայել սեփական արարքների հետանքներին։ Նրանք ստիպեցին նրան պառկել սառը ռելսերի վրա։ Մետաղը սառն էր մեջքի տակ։
Դավիթը բռնեց նրա դաստակները, մինչ Նարեն հաստ պարաններով կապում էր ձեռքերը ռելսերին։ Նույնն արեցին նրա կոճերի հետ։ Անահիտը լիովին անշարժացած էր, փորը ուղղված դեպի մութ երկինքը։ Խնդրում եմ, հեկեկաց նա, ձայնը կոտրվելով բացարձակ հուսահատությունից։ Խնդրում եմ, մի արեք սա։ Աղաչում եմ այն սիրո համար, որը երբե ունեցել եք իմ հանդեպ։ Մտածեք երեխայի մասին։ Իմ երեխան ոչ մի մեղք չունի։ Նա անմեղ է։ Եթե ուզում եք ինձ վնասել, նվաստացնել, լավ, բայց իմ երեխային հանգիստ թողեք։ Խնդրում եմ, Աստծո սիրուն, մտածեք երեխայի մասին։ Նարեն կռացավ Անահիտի կողքին, այնքան մոտ, որ վերջինս զգում էր նրա տաք շունչը դեմքին։ Քո երեխան վաղ տարիքից կսովորի, որ արարքները հետանքներ ունեն, Անահիտ։ Դու ընտրեցիր հղիանալ, որպեսզի կապես Դավթին։ Հիմա կրիր հետանքները։ Այդպես չի եղել, ճչաց Անահիտը, հիասթափությունն ու հուսահատությունը խառնվելով ձայնի մեջ։ Մենք նշանված էինք, Դավիթն այս երեխային ուզում էր նույնքան, որքան ես։ Դու խեղաթյուրում ես ամեն ինչ, դու սուտ ես հորինում քո դավաճանությունը արդարացնելու համար։ Բայց Նարեն արդեն հեռացել էր, վերադառնալով Դավթի մոտ, որը տեղադրում էր եռոտանին տեսախցիկով մի քանի մետր հեռավորության վրա, կարգավորելով անկյունը, որպեսզի կատարյալ կերպով ֆիքսվի սարսափելի տեսարանը։ Անահիտը աճող սարսափով տեսավ, որ Դավիթը ինչ-որ բան է անում հեռախոսով, մատները սահում էին էկրանով այնպիսի հմտությամբ, կարծես դա մանրամասնորեն պլանավորել էր։ Նա սկսում էր ուղիղ հեռարձակումը։ Մի քանի վայրկյանում դիտորդների հաշվիչը սկսեց աճել հեռախոսի փոքր էկրանին։ 10 մարդ, 50, 100, 200։ Թիվն աճում էր սարսափելի արագությամբ, սնվելով սոցիալական ցանցերի խորհրդավոր ալգորիթմներով, որոնք ցնցող բովանդակությունը մղում էին ավելի ու ավելի շատ մարդկանց։ 500, 1000, 2000։ Հեռարձակումը տարածվում էր թվային վիրուսի պես, կիսվելով մարդկանց կողմից, որոնք նույնիսկ չէին ճանաչում Անահիտին, բայց գրավված էին ուղիղ եթերում դրամայի, իրական ժամանակում ողբերգության, մարդկային տառապանքի հաշվին զվարճանքի հիվանդագին խոստումով։ Բար բոլորին, ասաց Նարեն տեսախցիկին սարսափելի վարպետությամբ, կարծես հեռուստահաղորդավարուհի լիներ, այլ ոչ թե տանջող, որը պատրաստվում է սարսափելի արարք կատարել։ Նրա ձայնը աշխույժ էր, գրեթե ուրախ, սարսափի տեսարանի հետ գրոտեսկային հակադրությամբ։ Տեսնում եք այն, ինչ ես եմ տեսնում։ Սա Անահիտն է, այն կինը, որը փորձեց քանդել իմ կյանքի հարաբերությունները։ Նա դիտմամբ հղիացավ, որպեսզի կապի իմ ընկերոջը թակարդի մեջ, որպեսզի ստիպի նրան մնալ իր հետ, նույնիսկ իմանալով, որ նա այլս իրեն չի սիրում։ Եվ հիմա նա վերջապես կհասկանա, թե ինչ է նշանակում իսկապես կապված լինել։ Նա կսովորի, որ մարդկանց զգացմունքների հետ չեն խաղում։ Մեկնաբանությունները սկսեցին հայտնվել հեռախոսի էկրանին հեղեղի պես։ Անահիտը չէր կարողանում բոլորը կարդալ, քանի որ տեսողությունը մշուշված էր արցունքներից այն դիրքից, որում գտնվում էր, բայց Դավիթը մի քանիսը բարձրաձայն կարդում էր, խնամքով ընտրելով ամենադաժանները նրա տառապանքը առավելագույնի հասցնելու համար։ Վայ, ինչ խելագարություն։ Սա իրական է։ Ինչ որ մեկը ոստիկանություն կանչի։ Ինչ անհեթեթություն, նա արժանի է դրան, դիտմամբ հղիանալու համար։ Ժողովուրդ, սա բեմադրություն պետք է լինի։ Սա որտեղ է։ Հրազդանին է նման։ Աստված իմ, նա հղի է, սա չի կարող ճիշտ լինել։ Որոշ դիտորդներ ցնցված էին, մյուսները անհավատության մեջ, մի քանիսը նույնիսկ պաշտպանում էին Անահիտին մեկնաբանություններում, բայց մեծամասնությունը պարզապես դիտում էր լուռ կամ հիվանդագին հետաքրքրասիրությամբ։ Թիվը շարունակում էր աճել։ 5000, 8000, 10000, 15000։ Հեռարձակումը վիրուսային էր դառնում, կիսվելով WhatsApp-ի խմբերում, վերահրապարակվելով այլ սոցիալական ցանցերում, մեկնաբանվելով ֆորումներում առցանց համայնքներում։ Ռելսերի վրա պառկած, Անահիտը զգում էր, թե ինչպես է մարմինն անզուսպ դողում։ Դա ոչ միայն վախ էր, այլ սարսափի, նվաստացման, հուսահատության անիրականության զգացողության թունավոր խառնուրդ։ Սա չէր կարող տեղի ունենալ։ Անհնար էր, որ երկու մարդիկ, որոնց ամենաշատն էր վստահել աշխարհում, սա անեին իր հետ։ Անհնար էր, որ հազարավոր անծանոթներ դիտեին իր կյանքի ամենավատ պահը, կարծես դա զվարճանք լիներ։ Հանրային նվաստացումը, հազարավոր դիտորդների առջ այդ կերպ մերկացված լինելը, գրեթե նույնքան կործանարար էր, որքան ֆիզիկական վախը։
Նրա մարմինը դողում էր, նա զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում կտրուկ ու անկանոն շարժումներով, կարծես նա էլ զգար վտանգը, սթրեսը, սարսափը, որը պատել էր մոր մարմինը։ Երեխայի յուրաքանչյուր հարված ցավալի հիշեցում էր այն մասին, թե ինչն էր վտանգված, այն անմեղ կյանքի մասին, որը կախված էր իրենից, որը նա չէր կարողանում պաշտպանել։ Նրա շնչառությունը անկանոն էր, ընդհատվում էր հեկեկոցներով։ Կուրծքը դժվարությամբ բարձրանում ու իջնում էր, Անահիտը վախենում էր, որ հենց այնտեղ, կապված ու անպաշտպան, խուճապի նոպակ ունենա։ Հուզական ցավը խառնվում էր հղիության ֆիզիկական անհարմարությանը։ Մեջքը ցավում էր, սեղմված ռելսերի անհարթ մետաղին։ Դաստակներն ու կոճերը այրվում էին այնտեղ, որտեղ պարանները կտրում էին արյան շրջանառությունը։ Փորը ծանր էր, սեղմում էր ներքին օրգանները, դժվարացնում շնչառությունը։ Եվ ամենից վեր, վախը, բացարձակ ու կաթվածահար անող վախը, որ ինչ-որ բան կպատահի իր երեխային։ Դավիթն ու Նարեն շարունակում էին ներկայացում տալ տեսախցիկի համար, ստեղծելով խեղաթյուրված պատմություն, որտեղ Անահիտը չարագործն էր, իսկ իրենք դաժան մանիպուլյացիայի զոհերը։ Նրանք մանրամասն ստեր էին պատմում, թե ինչպես է Անահիտը դիտմամբ ծակել պահպանակները, ինչպես է ստել, թե հակաբեղմնավորիչ է ընդունում, ինչպես է կազմակերպել հղիությունը Դավթին կապելու համար։ Յուրաքանչյուր բառ դանակի հարված էր Անահիտի սրտին, ոչ միայն այն պատճառով, որ դրանք դաժան ստեր էին, այլ որովհետև գիտեր, որ դիտողներից շատերը կհավատան այդ ստերին։ Այն պատմությունը, որը Նարեն ու Դավիթը պատմում էին, պարզ էր, դրամատիկ, հեշտ հասկանալի։ Ճշմարտությունը, ինչպես միշտ, ավելի բարդ էր ավելի քիչ ընդունելի սոցիալական ցանցերի արագ սպառման համար։ Ամեն րոպեի հետ լարվածությունն աճում էր։ Նարեն հատուկ նշեց տեսախցիկին, որ դրանք գնացքի ռելսեր են, թե տարիներով չեն օգտագործվում։ Նա վախի սերմը ցանեց դիտորդների մտքերում, ստիպելով նրանց պատկերացնել ավելի ու ավելի սարսափելի սցենարներ։ Հրազդանի օդանավակայանից թռչող ինքնաթիռների հեռավոր ձայնը պարբերաբար արձագանքում էր, ամեն անգամ Անահիտը սարսռում էր, նրա խուճապահար ուղեղը յուրաքանչյուր ձայն մեկնաբանում էր որպես ուրվական գնացքի մոտենալը, որը կգար ջախջախելու իրեն իր երեխային։ Անորոշությունը նույնքան ճնշող էր, որքան վախը։ Այդ ռելսերն իսկապես չէին օգտագործվում։ Թե հնարավոր էր, որ ինչ-որ տեխնիկական գնացք դեռ երբեմն անցներ այնտեղով։ Անահիտը գաղափար չուներ, այդ անտեղյակությունը լրացուցիչ տանջանք էր։ Նրա ամբողջ մարմինը առավելագույն զգոնության վիճակում էր, յուրաքանչյուր մկան լարված, յուրաքանչյուր զգայարան սրված, վտանգի ամենափոքր նշանը հայտնաբերելու համար։ Հայաստանում, գուցե աշխարհում սփռված հազարավոր դիտորդների մեջ, տարբեր քաղաքներից, տարբեր մարզերից, տարբեր իրականություններից, ինչ-որ մեկը շատ հատուկ ուշադրություն էր դարձնում զարգացող տեսարանին։ Ինչ-որ մեկը, ով ճանաչեց շրջակայքը լքված պահեստների բնորոշ ծով, հետին պլանի շենքերով, Հրազդանի այդ կոնկրետ շրջանը հատող հին ռելսերի յուրահատուկ կառուցվածքով։ Այս մարդը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում, սարսափելի հստակությամբ հասկանալով, թե կոնկրետ որտեղ է դա տեղի ունենում։ Եվ ավելի կարևոր, այս մարդը ճանաչեց Անահիտին։ Ճանաչում էր այդ դեմքը, այդ ձայնը, այդ 8.5 ամսական փորը։ Դա ինչ-որ մեկն էր, որին մղում էր բնության մեջ գոյություն ունեցող ամենանախնական պաշտպանության բնազդը։ Մայրական բնազդը։ Տիկին Լուսինեն, Անահիտի մայրը, իր համեստ տանն էր Աբովյանում, պատրաստվում էր քնելու հիվանդանոցում մաքրուհու աշխատանքի հոգնեցուցիչ օրվանից հետո։ Նա միացրել էր հեռուստացույցը, երեկոյան լուրերը դիտելու, երբ նրա դեռահաս թոռնուհին, Անին, որն ապրում էր նրա հետ, վազելով մտավ սենյակ, հեռախոսը ձեռքին սարսափից գունատված դեմքով։ Տատի, դու պետք է սա տեսնես։ Անահիտ մորաքույրն է։ Ինչ-որ շատ վատ բան է կատարվում։ Տիկին Լուսինեն վերցրեց հեռախոսը, մի քանի վայրկյանում նրա ամբողջ աշխարհը փլուզվեց։ Այնտեղ իր աղջիկն էր, իր Անահիտը, կապված գնացքի ռելսերին, հղի սարսափահար, նվաստացված հազարավոր մարդկանց կողմից ինտերնետում։ Մայրական բնազդը գերակայեց ցանկացած տրամաբանական դատողության։ Նա անմիջապես ճանաչեց շրջակայքը, քանի որ տարիներ առաջ աշխատել էր Հրազդանի այդ նույն շրջանի մի գործարանում, ճանաչում էր այդ լքված արդյունաբերական գոտու յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր պահեստ, յուրաքանչյուր ռելս։ Առանց երկու անգամ մտածելու, տիկին Լուսինեն վերցրեց հին մեքենայի բանալիները, 15 տարուց ավելի հին Opel, որը նա պահում էր աշխատանքային վիճակում կանոնավոր սպասարկումներով, քանի որ դա նրա միակ տրանսպորտային միջոցն էր։ Նույնիսկ հագուստը չփոխեց, տնից դուրս եկավ դեռ հողաթափերով հիվանդանոցի համազգեստով, Անին գոռալով, որ զանգի ոստիկանություն, հրշեջներին, ում որ կարող է օգնել։
Մինույն ժամանակ հեռարձակման տեսարանում այլ դիտորդներ նույնպես սկսեցին արձագանքել։ Մի բուժքույր, որը ուղիղ եթերը դիտում էր Երանի Շենգավիթ թաղամասի իր տնից, Անահիտի մոտ ֆիզիկական տառապանքի հստակ նշաններ ճանաչեց։ Անկանոն շնչառությունը, ծայրահեղ գունատությունը, նույնիսկ մեքենայի լուսարձակների արհեստական լույսի տակ, անկանոն շարժումները, որոնք վկայում էին սթրեսային կծկումների մասին։ Բուժքույրը, որի անունը Սոնա էր, անմիջապես հավաքեց շտապօգնության համարը, տրամադրելով բոլոր մանրամասները, որոնք կարողացավ որսալ հեռարձակումից։ Հրազդանի ծայրամասային թաղամասերից մեկում 22-ամյա մի երիտասարդ, Վարդան անունով, դիտում էր հեռարձակումը ստամոքսում աճող կոմով։ Նա ճանաչեց Անահիտին։ 3 տարի առաջ, երբ Վարդանը խնդրահարույց դեռահաս էր, ներգրավված սխալ խմբի մեջ, Անահիտը, որն այն ժամանակ կամավոր էր աշխատում սոցիալական նախագծում, բառացիորեն փրկել էր նրա կյանքը։ Նա համոզել էր նրան դուրս գալ փողոցներից, օգնել էր գտնել իր առաջին աշխատանքը, եղել էր միակ մարդը, որը հավատացել էր նրան, երբ բոլորն արդեն նրան համարում էին անհույս դեպք։ Վարդանը ճանաչեց նա հեռարձակման վայրը։ Դա մոտ էր այն տեղին, որտեղ ինքն էր ապրում։ Նա վերցրեց իր հեծանիվը, սկսեց քշել այնպես, ինչպես երբեք չէր քշել, սիրտը խփում էր կրծքում, ոտքերը այրվում էին ջանքերից։ Գիշերային աշխատողը, որը անվտանգության պարեկություն էր անում տարածաշրջանի դեռս գործող սակավաթիվ պահեստներից մեկում, լսեց խուլ ճիչեր, որոնք գալիս էին լքված ռելսերի ուղղությունից։ Սկզբում մտածեց, որ կատուներ են կռվում կամ ինչ-որ անօթան, բայց այդ ճիչերի տոնի մեջ ինչ-որ բան նրան կասկածել տվեց։ Նա միացրեց իր հզոր լապտերը, սկսեց քայլել ձայնի ուղղությամբ։ Շրջափակումը, առանց Նարեի Դավթի նկատելու, սկսում էր դանդաղորեն փակվել։ Յուրաքանչյուր մարդ, որը ճանաչում էր վայրը, յուրաքանչյուր դիտորդ, որը որոշում էր գործել, պարզապես պասիվ դիտելու փոխարեն, յուրաքանչյուր հոգի, որն ընտրում էր ճիշտ բանն անել, նույնիսկ եթե ավելի հեշտ էր երես թեքել, բոլորը շարժվում էին դեպի Հրազդանի մատույցների այդ կոնկրետ կետը։ Տիկին Լուսինեն խելագարի պես քշում էր մութ փողոցներով, անցնելով դեղին լույսերը, որոնք կարմիր էին դառնում, արագացնելով արագության սահմանափակումից շատ ավելի բարձրաձայն աղոթելով բոլոր աղոթքները, որոնք գիտեր։ Նրա հեռախոսը կառավարման վահանակի ամրակին շարունակում էր ցույց տալ ուղիղ հեռարձակումը, ամեն անցնող վայրկյանը տանջանք էր, դիտելով իր աղջկան այդ հուսահատ վիճակում, առանց անմիջապես որևէ բան անելու կարողության։ Ռելսերի տեսարանում Անահիտը գրեթե կատատոնիկ վիճակի մեջ էր։ Նրա ուղեղը, ծանրաբեռնված տրավմայով, վախով, նվաստացումով, սկսում էր անջատվել որպես պաշտպանական մեխանիզմ։ Նա նայում էր գիշերային երկնքին, իրականում չտեսնելով աստղերը, որոնք սկսում էին հայտնվել ցրվող ամպերի միջից։ Նրա միտքը թափառում էր հեռավոր հիշողություններում։ Նա հիշում էր, թե ինչպես էր մանուկ հասակում մայրը օրորում իրեն, հին օրորոցայիններ երգելով։ Հիշում էր համալսարանի առաջին օրը, երբ ծանոթացավ Նարեի հետ, մտածեց, որ գտել է ընկերուհի ամբողջ կյանքի համար։ Հիշում էր այն օրը, երբ Դավիթն իրեն ամուսնության առաջարկություն արեց, թե ինչպես էր սիրտը պայթել երջանկությունից, թե ինչպես էր հավատացել, որ վերջապես ունի այն ընտանիքը, որի մասին միշտ երազել էր։ Բայց հետո երեխան ուժեղ հարվածեց, մի ցավոտ հարված կողերին, որը նրան վերադարձրեց դաժան իրականություն։ Անահիտը նայեց իր փորին, այն կյանքին, որը կախված էր իրենից, ինչ-որ բան փոխվեց նրա ներսում։ Այդ սարսափելի գիշերվա ընթացքում առաջին անգամ վախից բացի ինչ-որ բան տիրեց նրա սրտին։ Դա զայրույթ էր։ Դա վճռականություն էր։ Դա գոյություն ունեցող ամենադաժան մայրական բնազդն էր, այն, որը մորը ստիպում է ընդունակ լինել ամեն ինչի իր երեխային պաշտպանելու համար։ Ես թույլ չեմ տա, որ դուք հաղթեք, ասաց Անահիտը, ձայնը դուրս գալով խռպոտ, բայց հաստատուն։ Դուք կարող եք ինձ կապել, կարող եք ինձ նվաստացնել, կարող եք փորձել ինձ ոչնչացնել։ Բայց ես հիմա մայր եմ։ Իսկ մայրը չի հանձնվում։ Մայրը չի տեղի տալիս։ Իմ երեխան կծնվի, նա կմեծանա, իմանալով, որ իր մայրը պայքարել է նրա համար մինչ վերջին վայրկյանը։ Նարեն դրամատիկ կերպով աչքերը տնկեց տեսախցիկին։ Տեսեք, զոհի մեծ ելույթը։ Ինչ հուզիչ է։ Ափսոս, որ այստեղ ոչ ոք չի հավատում քո այս բեմադրությանը, Անահիտ։ Բայց Դավթի արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Մի ակնթարթ Անահիտը տեսավ, թե ինչպես է կասկածի նման մի բան անցնում նրա դեմքով։ Զղջման նման մի բան։ Բայց դա ընդամենը մի փայլատակում էր, որն անհետացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր։ Հենց այդ ժամանակ հորիզոնում հայտնվեցին առաջին լույսերը։ Լապտերներ։
մեքենաների լուսարձակներ և շչակներ։ Ոստիկանական շչակների հեռավոր, բայց անսխալական ձայնը, որն արագորեն մոտենում էր։ Հուսահատությունը ակնթարթորեն կողմը փոխեց։ Նարէ, դա ինչ էր, հարցրեց Դավիթը, կտրուկ շրջվելով դեպի մոտեցող ձայների ուղղությունը։ Չգիտեմ, պատասխանեց Նարեն, բայց նրա ձայնն այլս այնքան վստահ չէր հնչում։ Նրա դեմքը գունատվեց, երբ հասկացավ, որ լույսերը մոտենում են, ավելի շատանում։ Դավիթ, կարծում եմ, ինչ-որ մեկը ոստիկանություն է կանչել։ Պետք է գնանք։ Հիմա։ Իսկ Անահիտը, հարցրեց Դավիթը, նայելով ռելսերին կապված կնոջը։ Թող նրան այնտեղ։ Ինքը թող իր գլխի ճարը տեսնի։ Նարեն արդեն շտապ ու անհամակարգ շարժումներով հավաքում էր եռոտանին։ Բայց այդ գիշեր առաջին անգամ Դավիթը տատանվեց։ Նարէ, նա հղի է։ Մենք չենք կարող պարզապես նրան այստեղ կապված թողնել։ Իհարկե կարող ենք։ Ուզում ես բանտ ընկնել։ Որովհետև հենց դա էլ կլինի, եթե մենք դեռ այստեղ լինենք, երբ ոստիկանությունը հասնի։ Նարեն բռնեց Դավթիթից, քաշեց նրան դեպի մեքենան։ Նրանք շտապ մտան մեքենան, սլացան, անվադողերը ջռալով ճաքճքած ասֆալտի վրա։ Հեռարձակումը շարունակվում էր, բայց հիմա տեսախցիկը ընկած էր գետնին, ցույց տալով միայն գիշերային երկնքի տարօրինակ անկյուն։ Հազարավոր դիտորդներ շարունակում էին դիտել, շատերը վիրտուալ կերպով գոռալով, որ ինչ-որ մեկը ազատի Անահիտին։ Եվ հետո առաջին մարդկային կերպարանքը վազելով հայտնվեց ռելսերի ուղղությամբ։ Դա Վարդանն էր, այն երիտասարդը, որին Անահիտն օգնել էր տարիներ առաջ։ Նա ցատկեց դեռ շարժվող հեծանիվից, վազեց նրա մոտ, գրպանից հանելով մի ծալովի դանակ, որը միշտ իր հետ էր կրում։ Անահիտ մորաքուր, ես քեզ կազատեմ։ Հանգիստ եղիր, ամեն ինչ լավ կլինի։ Վարդանը սկսեց կտրել պարանները դողացող, բայց վճռական ձեռքերով։ Րոպեներ անց հասավ տիկին Լուսինեն։ Նա դուրս ցատկեց մեքենայից, նույնիսկ մինչ այն լիովին կայանելը, վազեց դեպի իր աղջիկը մի ճարպկությամբ, որը անհնարին էր թվում 60-ամյա կնոջ համար։ Աղջիկս, Աստված իմ, աղջիկս։ Նա ծնկի իջավ Անահիտի կողքին, նրա արցունքները թափվում էին աղջկա դեմքին, մինչ Վարդանը վերջացնում էր վերջին պարանները կտրելը։ Ոստիկանական մեքենաներն ու շտապօգնության մեքենան հասան գրեթե միաժամանակ, նրանց կարմիր ու կապույտ լույսերը ներկելով ամբողջ տեսարանը հրատապության ու փրկության գույներով։ Բուժաշխատողները վազեցին պատգարակով, արագ գնահատելով Անահիտի վիճակը։ Նրա զարկերակային ճնշումը վտանգավոր բարձր էր։ Երեխայի սրտի բաբախյունը պետք է անմիջապես վերահսկվեր։ Անահիտը վերջապես ազատվեց ռելսերից, փաթաթվեց ջերմային ծածկոցներով, պաշտպանվեց ձեռքերով, որոնք իրեն չէին դավաճանել։ Փրկությունը ոչ միայն ֆիզիկական էր, այլ հուզական, բարոյական, խորհրդանշական։ Բոլորի առջ ճշմարտությունը սկսում էր ի հայտ գալ։ Ոստիկանները առգրավեցին Նարեի հեռախոսը, որը մնացել էր փախուստի շտապողականության մեջ, ապահովելով, որ ամբողջ հեռարձակումը գրանցվի որպես ապացույց։ Հեռարձակումը վերջապես դադարեցվեց, բայց ոչ մինչև ավելի քան 50,000 մարդ դիտեր այն։ Պատմությունն արդեն տարածվում էր ինտերնետի բոլոր անկյուններում, քննարկվելով, վերլուծվելով։ Բայց այս անգամ գերակշռող պատմությունը այն չէր, որը Նարեն ու Դավիթը փորձել էին ստեղծել։ Դա ճշմարտությունն էր։ Մի հղի կնոջ ճշմարտությունը, որին դաժանորեն դավաճանել ու նվաստացրել էին երկու մարդիկ, որոնց ամենաշատն էր վստահում։ Շտապօգնության մեքենայի մեջ, մինչ բուժաշխատողները վերահսկում էին նրա կենսական նշաններն ու երեխայի բաբախյունը, Անահիտը ամուր բռնեց մոր ձեռքը։ Նա դեռ դողում էր, դեռ լաց էր լինում, բայց հիմա նրա աչքերում ինչ-որ այլ բան կար։ Դա ոչ միայն փրկվելու թեթացումն էր։ Դա վճռականություն էր։ Դա այն համոզմունքն էր, որ նա վերապրել էր ամենավատը, որ այսուհետ ամեն ինչ կարող էր միայն լավանալ։ Մամ, շշնջաց նա։ Ես կհաղթահարեմ սա։ Ինձ համար, իմ երեխայի համար։ Խոստանում եմ։ Տիկին Լուսինեն համբուրեց աղջկա քրտնած ճակատը։ Գիտեմ, որ կհաղթահարես, աղջիկս։ Եվ ես քո կողքին կլինեմ ճանապարհի յուրաքանչյուր քայլին։ Շտապօգնության մեքենան մեկնեց միացված շչակներով, Անահիտին տանելով հիվանդանոց, որտեղ նրան խնամքով կզննեին, որտեղ երեխային կվերահսկեին, որտեղ նա կսկսեր ֆիզիկական հուզական բուժման երկար գործընթացը։ Մինույն ժամանակ ոստիկանությունը սկսեց ինտենսիվ որոնումներ Նարեի Դավթի համար, որոնց դեմքերն այժմ հայտնի էին հազարավոր մարդկանց, ուղիղ հեռարձակման շնորհիվ։
Նրանք երկար չէին կարողանա թաքնվել։ Ինտերնետը երբեք չի մոռանում։ Եվ արդարադատությունը, թե դանդաղ, նոր էր սկսում շարժվել։ Այդ գիշեր Անահիտը հասել էր մարդկային դավաճանության նվաստացման հատակին։ Բայց նա բացահայտել էր մի թանկ բան, բացահայտել էր, որ մենակ չէ։ Որ կային մարդիկ, որոնք պատրաստ էին պայքարել նրա համար, փրկել նրան, պաշտպանել նրան։ Եվ ավելի կարևոր, նա իր մեջ բացահայտել էր մի ուժ, որի գոյության մասին չգիտեր։ Մի մոր ուժ, որը պատրաստ է վերապրել անհնարինը, իր կրծքի տակ կրող երեխայի բարօրության համար։ Սա ընդամենը երկար ճանապարհորդության առաջին գիշերն էր։ Առջում ճանապարհը դժվարին էր լինելու, ցավոտ, լի խոչընդոտներով։ Բայց ամիսների ընթացքում առաջին անգամ Անահիտը հույս ուներ, որ կկարողանա այն անցնել մինչ վերջ։ Հաջորդ օրերը դարձան բժշկական հետազոտությունների, ոստիկանությանը տված ցուցմունքների տրավման վերամշակելու հուսահատ փորձերի մշուշ։ Անահիտն առաջին գիշերն անցկացրեց Հրազդանի քաղաքային հիվանդանոցում, մշտական հսկողության տակ։ Բժիշկները անհանգստացած էին ծայրահեղ սթրեսի ազդեցությունից հղիության վրա։ Նրա զարկերակային ճնշումը օրեր տեց, մինչ կարգավորվեց, երեխան թե առողջ, պտղի մոնիտորների վրա անհանգստության նշաններ էր ցույց տալիս։ Տիկին Լուսինեն ոչ մի րոպե չհեռացավ աղջկա կողքից։ Նա քնում էր հիվանդանոցի անհարմար աթոռին, արթնանում Անահիտի յուրաքանչյուր շարժումից, յուրաքանչյուր հոգոցից, յուրաքանչյուր մղձավանջից, որը ստիպում էր աղջկան քնի մեջ ճչալ։ Անին, դեռահաս զարմուհին, ամեն օր դպրոցից հետո այցելում էր, բերելով աջակցության խոսքեր միակ ծաղիկները, որոնք կարող էին գնել իրենց սուղ գումարով։ Պատմությունը պայթել էր սոցիալական ցանցերում այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Ուղիղ հեռարձակման տեսանյութը, թե հեռացվել էր սկզբնական հարթակից օգտագործման պայմանները խախտելու համար, արդեն ներբեռնվել հազարավոր անգամներ վերահրապարակվել էր կայքերում, ֆորումներում։ Հեշթեգը, որը ինքնաբերաբար հայտնվել էր թրենդներում, պարունակում էր ինչպես աջակցության հաղորդագրություններ, այնպես էլ դաժան մեկնաբանություններ։ Ամբողջ Հայաստանը կարծես բաժանված էր նրանց միջ, ովքեր Անահիտին տեսնում էին որպես աներակայելի դաժանության զոհ, նրանց, ովքեր հավատում էին այն խեղաթյուրված պատմությանը, որը Նարեն ու Դավիթը փորձել էին ստեղծել։ Հեռուստահաղորդումները Անահիտին հրավիրում էին հարցազրույցների։ Փաստաբաններն առաջարկում էին անվճար ներկայացնել նրան։ Լրագրողները ճամբարել էին հիվանդանոցի դռան մոտ, փորձելով հայտարարություն ստանալ։ Գործը դարձավ ազգային նորություն, քննարկվեց կլոր սեղաններում, վերլուծվեց հոգեբանների բռնարար հարաբերությունների մասնագետների կողմից։ Անահիտը, իր կամքին հակառակ, դարձավ խորհրդանիշ։ Ոմանց համար մի հասարակության, որը ողբերգությունները վերածում է զվարճանքի։ Մյուսների համար քաջության մայրական գոյատման։ Բայց ուշադրության կենտրոնից սոցիալական ցանցերի քննարկումներից հեռու, Անահիտը շատ ավելի ներքին ցավոտ պայքար էր մղում։ Նա չէր կարողանում քնել առանց մղձավանջների։ Արթնանում էր ճիչերով, սառը քրտինքով, նորից զգալով ռելսերի սառը մետաղը մեջքի տակ։ Խուճապի նոպաներ էր ունենում, երբ տեսնում էր պարաններ կամ նույնիսկ երբ լսում էր հեռվից գնացքի ձայնը։ Նարեի Դավթի դավաճանությունը թողել էր վերքեր, որոնք ոչ մի դեղ կամ ժամանակ կարծես չէր կարող բուժել։ Հիվանդանոցի հոգեբանը, բժիշկ Մարիամը, միջին տարիքի մի կին, բարի աչքերով հանգիստ ձայնով, ամեն օր այցելում էր Անահիտին։ Նա բացատրեց, որ այն տրավման, որը Անահիտն ապրել էր, ոչ միայն հուզական էր, այլ ֆիզիկական, դաջված մարմնի հիշողություններում։ Դա բուժման երկար գործընթաց էր լինելու, հատկապես հաշվի առնելով, որ նա պետք է հաղթահարեր այս ամենը, միաժամանակ պատրաստվելով ծննդաբերության։ Դուք պետք է մի բան հասկանաք, Անահիտ, ասաց հոգեբանը սեանսներից մեկի ժամանակ։ Այն, ինչ ձեզ հետ պատահեց, չի սահմանում, թե ով եք դուք։ Դուք զոհ եք դարձել երկու խորապես խանգարված մարդկանց, որոնք ընտրել են ձեզ վնասել ամենադաժան ձով։ Բայց դուք վերապրեցիք։ Դուք պայքարեցիք։ Եվ դա շատ ավելին է ասում ձեր ուժի մասին, քան այն ամենը, ինչ նրանք փորձել են անել ձեզ հետ։ Բայց ես ինձ այնքան կոտրված եմ զգում, խոստովանեց Անահիտը, արցունքները հոսելով դեմքով։ Ինչպես եմ կարողանալու մայր լինել այս վիճակում։ Ինչպես եմ խնամելու երեխային, երբ հազիվ կարողանում եմ ինձ խնամել։ Դուք մենակ չեք, վստահորեն պատասխանեց Մարիամը։ Դուք ունեք ձեր մորը, ձեր զարմուհուն, ձեր շուրջը ձավորվող աջակցության ցանց։ Եվ ավելի կարևոր, դուք ձեր մեջ ունեք մի ուժ, որի մասին դեռ չեք էլ պատկերացնում։ Մայրական բնազդը բնության ամենահզոր ուժերից մեկն է։
Երբ ձեր երեխան ծնվի, դուք ձեր մեջ կգտնեք ռեսուրսներ, որոնց գոյության մասին նույնիսկ չգիտեիք։ Մինույն ժամանակ ոստիկանական հետաքննությունը արագորեն առաջ էր ընթանում։ Նարեն ու Դավիթը անհետացել էին այդ գիշերվա փախուստից անմիջապես հետո, բայց նրանց լուսանկարները բոլոր թերթերում էին, բոլոր սոցիալական ցանցերում, բոլոր հեռուստահաղորդումներում։ Անհնար էր թաքնվել, երբ միլիոնավոր մարդիկ գիտեին նրանց դեմքերը։ Հանրային ճնշումը հսկայական էր։ Գործը դիպել էր հայ հասարակության բաց նյարդին, հոգեբանական բռնության, դավաճանության, հանրային նվաստացման, սոցիալական ցանցերի էթիկական սահմանների մասին։ Գործը վարող քննիչը, գնդապետ Պողոսյանը, 50 անց փորձառու մի մարդ, ոստիկանությունում տասնամյակների կարիերայով, վճռական էր նրանց գտնելու հարցում։ Նա ստեղծեց հատուկ աշխատանքային խումբ, հետելով բանկային շարժերին, սոցիալական ցանցերում խոսակցություններին, ցանկացած հետքի, որը կարող էր տանել դեպի փախստականները։ Ուղիղ հեռարձակումը հեգնաբար տրամադրել էր հանցագործության անհերքելի ապացույցներ։ Այդ հեռարձակման յուրաքանչյուր վայրկյանը լրացուցիչ ապացույց էր առանգման, ապօրինի ազատազրկման, սպառնալիքի, նվաստացման հոգեբանական վնաս պատճառելու փորձի։ Ընդամենը 5 օր տեց նրանց գտնելը։ Նարեն ու Դավիթը թաքնվում էին Կոտայքի Գեղարքունիքի մարզերի սահմանին գտնվող էժանագին մոթելում, օգտագործելով կեղծ անուններ վճարելով կանխիկ։ Բայց սենյակը մաքրող սպասուհին ճանաչեց Նարեին լուրերից տեղեկացրեց մենեջերին, որն անմիջապես կապվեց ոստիկանության հետ։ Ձերբակալությունը արագ էր առանց դրամայի։ Դավիթը սկզբում փորձեց ամեն ինչ հերքել, պնդելով, որ դա ընդամենը կատակ էր, որը դուրս էր եկել վերահսկողությունից։ Նարեն բացարձակ լռություն պահպանեց, հրաժարվելով խոսել առանց փաստաբանի։ Երբ Անահիտն իմացավ ձերբակալության մասին, զգաց թեթացման դատարկության շփոթեցնող խառնուրդ։ Նրա մի մասը սպասում էր բավարարվածություն, գուցե նույնիսկ ուրախություն զգալ նրանց բռնվելուց։ Բայց այն, ինչ զգաց, ընդամենը խորը հոգնածություն էր։ Նրանց ձերբակալությունը չէր ջնջում տրավման, չէր չեղարկում դավաճանությունը, չէր բուժում վերքերը։ Դա ընդամենը երկար իրավական գործընթացի սկիզբն էր, որը կտեր ամիսներ, գուցե տարիներ։ Անահիտը հիվանդանոցից դուրս գրվեց 1 շաբաթ անց։ Բժիշկները նրան ազատեցին խիստ հրահանգներով, հանգիստ կանոնավոր հոգեբանական ուղեկցություն։ Տիկին Լուսինեն պնդեց, որ աղջիկը գնա ապրելու իր հետ Աբովյանում, գոնե մինչ երեխայի ծնվելը։ Նոր Նորքի բնակարանը, որտեղ Անահիտն ապրել էր Դավթի հետ, լի էր ցավոտ հիշողություններով։ Նա նոր սկզբի կարիք ուներ։ Տիկին Լուսինեի տունը փոքր էր, բայց հարմարավետ։ 2 համեստ ննջասենյակ, պարզ հյուրասենյակ, մի խոհանոց, որտեղ միշտ ինչ-որ կաթսա կար կրակի վրա։ Տիկին Լուսինեն կարի սենյակը վերածել էր փոքրիկ մանկական սենյակի, պատերը ներկելով փափուկ դեղին գույնով տարածքը լցնելով Հարանների հիվանդանոցի գործընկերների նվիրաբերած կահույքով։ Վերականգնված փայտե օրորոց, հին, բայց ֆունկցիոնալ պահարան, եկեղեցու մի տիկնոջ ձեռքով կարված վարագույրներ։ Դա շքեղ չէր, բայց սիրով էր արված։ Առաջին օրերին Անահիտը հազիվ էր դուրս գալիս սենյակից։ Ժամերով պառկած էր, նայելով առաստաղին, փորձելով մշակել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Հրաժարվում էր այցելուներից, բացի մտերիմ ընտանիքից։ Չէր ուզում խոսել գործի մասին, չէր ուզում լուրեր դիտել, չէր ուզում տեսնել իր դեմքը թերթերում լրատվական կայքերում։ Ուզում էր պարզապես անհետանալ, նորից անտեսանելի դառնալ։ Բայց երեխան թույլ չէր տալիս։ Ամեն շարժումով, ամեն հարվածով նա հիշեցնում էր Անահիտին, որ կյանքը շարունակում է աճել իր ներսում, անկախ հանձնվելու նրա ցանկությունից։ Կար մի անմեղ մարդկային էակ, որը կախված էր իրենից գոյատելու համար։ Եվ դանդաղ, ցավալիորեն, այդ գիտակցությունը սկսեց նրան հետ քաշել դեպի մակերես։ Անին էր, որ վերջապես կարողացավ Անահիտին սենյակից դուրս բերել։ 16-ամյա դեռահասը իր երիտասարդական էներգիայով անսասան վճռականությամբ պարզապես չէր ընդունում, որ մորաքույրը հանձնվի։ Նա ամեն օր ներխուժում էր սենյակ, բացում վարագույրները նույնիսկ Անահիտի բողոքելու դեպքում, խոսում դպրոցի, ընկերների, ցանկացած բանի մասին, որը կարող էր մորաքրոջը շեղել բացասական մտքերի պարույրից։ Անահիտ մորաքույր, դու պետք է ոտքի կանգնես, ասաց Անին մի օր, օգտագործելով այն քնքուշ մականունը, որով նրան դիմում էր մանկուց։ Գիտեմ, որ դժվար է, գիտեմ, որ շատ է ցավում։ Բայց դու չես կարող թույլ տալ, որ այդ երկուսը հաղթեն։ Գիտես, ինչը կլիներ նրանց համար հաղթանակ։ Որ դու հանձնվես։ Որ թույլ տաս, որ նրանց արածը քեզ լիովին ոչնչացնի։
Այդ հաճույքը մի տուր նրանց։ Զարմուհու խոսքերը, ասված այն դաժան անկեղծությամբ, որը միայն դեռահասներն են կարող ունենալ, դիպան Անահիտի ներսում ինչ-որ բանի։ Նա ճիշտ էր։ Ամեն օր, որ Անահիտն անցկացնում էր սենյակում թաքնված, հրաժարվելով ապրել, հաղթանակ էր Նարեի Դավթի համար։ Նրանք ուզում էին ոչնչացնել նրան, նա թույլ էր տալիս, որ նրանք հասնեն դրան նույնիսկ բանտախցից։ Հենց այդ պահին ինչ-որ բան փոխվեց։ Դա դրամատիկ ակնթարթային փոխակերպում չէր, ինչպես ֆիլմերում։ Դա նուրբ էր, գրեթե աննկատ։ Բայց Անահիտը որոշում կայացրեց։ Նա կվերապրեր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Կվերականգներ իր կյանքը, ոչ թե որովհետև դա հեշտ էր կամ որովհետև տրավման անհետացել էր, այլ որովհետև հրաժարվում էր իրեն տանջողներին տալ իրեն լիովին ոչնչացված տեսնելու բավարարվածությունը։ Անահիտը սկսեց ավելի լուրջ մասնակցել թերապիայի սեանսներին։ Համաձայնեց դառնալ հոգեբանական բռնության զոհ դարձած կանանց աջակցության խմբի անդամ, որտեղ գտավ դավաճանության, մանիպուլյացիայի գոյատման այլ պատմություններ։ Այնտեղ շրջապատված կանանցով, որոնք հասկանում էին իր ցավը, քանի որ ապրել էին նույն պատմության տարբեր տարբերակները, Անահիտը սկսեց խոսել։ Սկսեց վերամշակել։ Սկսեց, դանդաղորեն, բուժվել։ Խմբի կանանցից մեկը, Հելենը, 40-անց մի տիկին, որը վերականգնել էր իր կյանքը 15 տարվա բռնարար ամուսնությունից հետո, դարձավ մի տեսակ մենթոր Անահիտի համար։ Հելենը զբաղվում էր ձեռագործությամբ, պատրաստելով պայուսակներ, աքսեսուարներ, որոնք վաճառում էր տոնավաճառներում ինտերնետով։ Նա հաղթահարման ոգեշնչող պատմություն ուներ։ Տարիներ շարունակ ապրելով մանիպուլյատոր ամուսնու վերահսկողության տակ, որը ստիպում էր նրան հավատալ, որ ինքն ունակ չէ որևէ բան անելու, Հելենը ուժ էր գտել դուրս գալու իր 2 երեխաների հետ զրոյից սկսելու։ Նա ապրում էր համեստ մեկսենյականոց բնակարանում, օր ու գիշեր աշխատում էր, կարելով իր իրերը, բայց ազատ էր։ Եվ այդ ազատությունն ավելին արժեր, քան ցանկացած նյութական հարմարավետություն, որը թողել էր հետում։ Հելենն առաջարկեց, որ Անահիտը փորձի օգտագործել իր գրաֆիկ դիզայնի հմտությունները, օգնելու իրեն ստեղծել կորպորատիվ ոչ փոքր բիզնեսի համար։ Սկզբում Անահիտը տատանվեց։ Իրեն ստեղծագործ չէր զգում, ունակ չէր որևէ արժեքավոր բան ստեղծելու։ Ձեռքերը դողում էին, երբ փորձում էր բռնել մկնիկը, միտքը դատարկվում էր համակարգչի էկրանի առջ։ Բայց Հելենը համբերատարությամբ քնքշությամբ պնդեց, ասելով, որ շտապելու կարիք չկա, որ Անահիտը կարող է իր տեմպով գնալ, փորձել, սխալվել, նորից փորձել։ Ի վերջո, Անահիտը համաձայնեց։ Սկսեց որպես պարզ շեղում մի բան, որով կարող էր զբաղեցնել միտքը տանը երկար կեսօրներին, երբ դատարկ տան լռությունը սկսում էր չափազանց ծանր լինել։ Առաջին օրը նա 3 ժամ անցկացրեց, պարզապես նայելով դիզայնի ծրագրի սպիտակ էկրանին։ Երկրորդ օրը կարողացավ մի քանի ուրվագիծ անել, ոչ մի պիտանի բան։ Երրորդ օրը վերջապես ինչ-որ բան սկսեց ձևավորվել։ Պարզ, նուրբ լոգոտիպ, որը որսում էր Հելենի ձեռագործ աշխատանքի էությունը։ Երբ արդյունքը ցույց տվեց մենթորին, Հելենը գրկեց Անահիտին արցունքոտ աչքերով ասաց, որ այն կատարյալ է, որ հենց այն է, ինչի մասին երազել էր, բայց երբեք չէր իմացել, ինչպես արտահայտել։ Այդ գրկախառնությունը, այդ հաստատումը, այդ զգացողությունը, որ ինչ-որ լավ օգտակար բան է ստեղծել, բալասանի պես էր Անահիտի վիրավոր հոգու համար։ Շաբաթների ընթացքում առաջին անգամ նա ինքնահպարտության փայլատակում զգաց, որ գուցե լիովին կոտրված չէ։ Որ գուցե դեռ ինչ-որ արժեքավոր բան կա իր ներսում, մի բան, որը դավաճանությունն ու նվաստացումը չէին կարողացել լիովին ջնջել։ Բայց կամաց-կամաց, մինչ ստեղծում էր լոգոտիպեր, ընտրում գունային գամմաներ, նախագծում փաթեթավորում, Անահիտը հասկացավ, որ վերագտնում է իր մի մասը, որը կարծում էր, թե կորցրել է։ Ստեղծագործական մասը, այն մասը, որը գեղեցկություն իմաստ էր գտնում փոքր բաների մեջ։ Յուրաքանչյուր նախագիծ թերապիայի պես էր, կենտրոնացման ուշադրության վարժություն, որը նրան, թեկուզ մի քանի ժամով, դուրս էր բերում տրավմայի մասին մշտական մտորումներից։ Աշխատանքը բերեց այլ աշխատանքների։ Խմբի այլ կանայք օգնություն խնդրեցին իրենց փոքր բիզնեսների համար։ Մի հացթուղ, որին պիտակներ էին պետք իր թխվածքների համար։ Մի դերձակ, որը այցեքարտ էր ուզում։ Մի մատնահարդար, որը երազում էր պրոֆեսիոնալ լոգոտիպի մասին։ Անահիտն ընդունեց բոլոր աշխատանքները, գանձելով խորհրդանշական գներ կամ երբեմն նույնիսկ չգանձելով, պարզապես ուրախ լինելով, որ նորից ստեղծագործում է, որ նպաստում է, որ իրեն օգտակար է զգում։ Կամաց-կամաց նրա համբավը մեծացավ։ Խմբից դուրս մարդիկ սկսեցին դիմել նրան։
Թաղամասի փոքր արտրականներ, ընկերների ընկերներ, տիկին Լուսինեի հաճախած եկեղեցու ծանոթներ։ Աշխատանքը շատ չէր վճարում, բայց բավարար էր, որ Անահիտը սկսեր մի փոքր սեփական գումար հավաքել, որպեսզի իրեն լիովին կախված չզգա մորից։ Գումարից ավելի կարևոր էր նպատակի զգացումը, որը աշխատանքը տալիս էր նրան։ Յուրաքանչյուր ավարտված նախագիծ փոքր հաղթանակ էր իր գլխի ձայնի դեմ, որը պնդում էր, թե նա չափազանց կոտրված է գործելու համար, որ երբեք նույնը չի լինի, որ պետք է հանձնվի։ Ձայնը դեռ այնտեղ էր, դեռ շշնջում էր թուլության պահերին, բայց այն թուլանում էր, ավելի հեշտ էր անտեսել։ Հղիությունն առաջ էր ընթանում, դրա հետ գալիս էին նոր մարտահրավերներ, նոր ուրախություններ։ Նախածննդյան այցելությունները դարձան հանգստացնող առօրյա։ Բժիշկ Մանուկյանը, մանկաբարձը, որը Անահիտին ուղեկցում էր հղիության սկզբից, բարի մարդ էր, որը երբեք անտեղի հարցեր չէր տալիս ազգային նորություն դարձած գործի մասին։ Նրա համար Անահիտը պարզապես մեկ այլ հիվանդ էր, ապագա մայր, որը բժշկական խնամքի հուզական աջակցության կարիք ուներ։ Նա բուժումը հարմարեցրեց, հաշվի առնելով հոգեբանական տրավման, նշանակելով շնչառական թուլացնող վարժություններ, անհանգստությանը օգնելու համար։ Յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտություն երեխայի հետ կապի պահ էր։ Տեսնելով այդ փոքրիկ արարածին էկրանին շարժվելիս, իր մանր մատիկներով ուժեղ բաբախող սրտով, հիշեցնում էր Անահիտին, թե ինչու է պայքարում։ Դա միայն իր համար չէր։ Դա նրա համար էր։ Այն անմեղ էակի համար, որը չէր խնդրել ծնվել այս ամբողջ քաոսի մեջ, բայց որն արժանի էր երջանիկ առողջ կյանք ունենալու հնարավորության։ Անահիտը որոշեց չիմանալ երեխայի սեռը։ Ուզում էր, որ անակնկալ լինի։ Բայց խորքում զգում էր, որ տղա է։ Տրամաբանական բացատրություն չուներ, պարզապես մայրական ինտուիցիա էր։ Նա սկսեց մտքում նրան պետիկ անվանել, թե դեռ պաշտոնապես անունը չէր որոշել։ Մի օր, այդ սարսափելի գիշերվա իրադարձություններից մոտ մեկ ամիս անց, Անահիտն անսպասելի այցելու ունեցավ։ Դա Վարդանն էր, այն երիտասարդը, որն օգնել էր նրան կտրել պարանները այդ գիշեր։ Նա հայտնվեց տիկին Լուսինեի տանը ամաչկոտ ու տատանվող, ձեռքին պահելով գունավոր թղթով փաթաթված փոքրիկ նվեր։ Բար, Անահիտ մորաքույր։ Հուսով եմ, դեմ չեք, որ եկել եմ։ Պարզապես ուզում էի իմանալ, ինչպես եք։ Եվ դե, մի փոքր բան եմ բերել երեխայի համար։ Անահիտը զարմացավ, հուզվեց։ Հրավիրեց Վարդանին ներս, նրանք ժամերով զրուցեցին։ Վարդանը պատմեց, թե ինչպես է իր կյանքը փոխվել այն օրվանից, երբ Անահիտն իրեն օգնել էր տարիներ առաջ։ Նա ավարտել էր ավագ դպրոցը, մշտական աշխատանք էր գտել ավտոարհեստանոցում, գումար էր խնայում տեխնիկական դասընթացի համար։ Նա ասաց, որ այն, ինչ արել էր այդ գիշեր, փրկելով Անահիտին, ընդամենը փոքր ձեր փոխհատուցելու այն ամենի համար, ինչ նա արել էր իր համար, երբ ինքը պարզապես կորած դեռահաս էր։ Դուք ինձ փրկեցիք, երբ ուրիշ ոչ ոք ինձ չէր հավատում, ասաց Վարդանը։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Բայց ուզում էի, որ իմանաք, որ մենակ չեք։ Մարդիկ կան, որոնք մտածում են ձեր մասին, որոնք ուզում են ձեզ լավ տեսնել։ Վարդանի հետ զրույցը կարևոր շրջադարձային կետ էր Անահիտի համար։ Դա նրան ստիպեց հասկանալ, որ իր կյանքում լավ բաներ է ցանել, մարդկանց կյանքում տարբերություն է ստեղծել, այդ սերմերը հիմա վերադառնում էին իրեն աջակցության սիրո տեսքով։ Ոչ միայն Նարեն ու Դավիթն էին սահմանում իր պատմությունը։ Կար Վարդանը, կար տիկին Լուսինեն, կար Անին, կային աջակցության խմբի կանայք, կար Հելենը, կային անծանոթների բարության բոլոր այդ փոքր գործերը, որոնք մոբիլիզացվել էին այդ գիշեր նրան փրկելու համար։ Անահիտը սկսեց ավելի շատ դուրս գալ տնից։ Գնում էր ձեռագործության տոնավաճառներ Հելենի հետ, օգնելով վաճառել ապրանքները, կապեր հաստատելով ապագա դիզայնի աշխատանքների համար։ Գնում էր հրապարակ Անիի հետ, նստելով նստարանին դիտելով երեխաների խաղը, պատկերացնելով, թե ինչպես կլինի, երբ իր սեփական երեխան վազելու խաղալու տարիքում լինի։ Երբեմն գնում էր եկեղեցի տիկին Լուսինեի հետ, ոչ թե որովհետև հանկարծ կրոնական հավատք էր գտել, այլ որովհետև այդ վայրի համայնքի զգացումը հանգստացնող էր։ Մարդիկ երբեմն ճանաչում էին նրան փողոցում։ Ոմանք հայացքը փախցնում էին, չիմանալով ինչպես արձագանքել։ Մյուսները մոտենում էին խոսելու, աջակցության խոսքեր առաջարկելու, ասելով, որ իր համար աղոթում են։ Մի քանիսը դաժան կամ անտեղի մեկնաբանություններ էին անում, կրկնելով այն ստերը, որոնք Նարեն ու Դավիթը տարածել էին։ Անահիտը սովորեց անտեսել վերջիններին։ Սովորեց, որ չի կարող վերահսկել, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին, կարող է միայն վերահսկել, թե ինչպես է ինքն արձագանքում։
Նարեի Դավթի դեմ դատական գործընթացն առաջ էր ընթանում։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել բազմաթիվ հանցագործությունների համար, այդ թվում առանգում, ապօրինի ազատազրկում, սպառնալիք, հոգեբանական վնաս, անձնական կյանքի անձեռնխելիության խախտում։ Դատախազությունը խիստ պատիժներ էր պահանջում, գործը դարձել էր օրինակելի, իրավական նախադեպ սոցիալական ցանցերի սահմանների հանրային նվաստացման քրեականացման վերաբերյալ։ Պաշտպանության փաստաբանները փորձում էին պնդել, որ դա ընդամենը կատակ էր, որը դուրս էր եկել վերահսկողությունից, բայց ապացույցները չափազանց ճնշող էին։ Անահիտը պետք է ի վերջո ցուցմունք տար, դեմ առ դեմ հանդիպեր Նարեին Դավթին դատարանում։ Միտքը սարսափեցնում էր նրան, բայց նրա փաստաբանը նվիրված մի մարդ բժիշկ Հենրիկ անունով, որն անհատույց էր վերցրել գործը, հավաստիացրեց նրան, որ կունենա բոլոր անհրաժեշտ աջակցությունը։ Նա կպատրաստեր նրան հարցաքննությանը, կօգներ ուժեղ մնալ պաշտպանության հարցերի առջ։ Բայց այս ամենը հեռու էր թվում համեմատած հղիության անմիջական իրականության հետ, որը մոտենում էր ավարտին։ Անահիտն այժմ 38 շաբաթական էր, կարող էր ցանկացած պահի ծննդաբերել։ Փորը հսկայական էր, ոտքերը ոչ մի կոշիկի մեջ չէին տեղավորվում, մեջքը անընդհատ ցավում էր։ Բայց նա երբեք իրեն ավելի կենդանի չէր զգացել։ Յուրաքանչյուր ֆիզիկական անհարմարություն հիշեցում էր, որ նա կյանք է ստեղծում, որ շուտով իր երեխային կպահի գրկում։ Տիկին Լուսինեն ամեն ինչ պատրաստել էր երեխայի գալուստի համար։ Ծննդատան պայուսակը պատրաստ էր շաբաթներ շարունակ, միշտ դռան կողքին։ Մանկական սենյակը անթերի էր, յուրաքանչյուր հագուստ լվացված խնամքով ծալված։ Անին ձեռագործ մոբիլ էր պատրաստել օրորոցի վրա կախելու համար, լի գունավոր աստղիկներով, որոնք պարում էին զեփյուռի հետ։ Մի գիշեր Անահիտը նստած էր հյուրասենյակում, մոր հետ հին ֆիլմ դիտելիս, երբ զգաց առաջին կծկումը։ Ուժեղ չէր, պարզապես մի սեղմում որովայնի ստորին հատվածում, որը տեց մի քանի վայրկյան անցավ։ Նա ոչինչ չասաց, մտածելով, որ դա կարող է լինել այն կեղծ տագնապներից մեկը, որոնք ապրել էր վերջին շաբաթներին։ Բայց 20 րոպե անց եկավ մյուսը։ Եվ հետո մյուսը։ Եվ Անահիտը հասկացավ. ժամանակն էր։ Իր երեխան պատրաստ էր ծնվելու։ Եվ նա, չնայած բոլոր վախերին ու անորոշությանը, պատրաստ էր հանդիպելու նրան։ Ամենավատն արդեն անցել էր։ Հիմա գալիս էր ամենագեղեցիկ մասը։ Նոր կյանքի սկիզբը։ Բառացիորեն։ Մամ, կարծում եմ ժամանակն է, ասաց Անահիտը, փորձելով ձայնը հանգիստ պահել, թե սիրտը արագացած էր։ Կծկումները կանոնավոր են գալիս։ Տիկին Լուսինեն ցատկեց բազմոցից իր տարիքի մարդու համար տպավորիչ ճարպկությամբ։ Անի, վերցրու ծննդատան պայուսակը, գոռաց նա, արդեն հագնելով կոշիկները, փնտրելով մեքենայի բանալիները։ Անահիտ, խորը շնչիր, աղջիկս։ Ժամանակին կհասնենք, հանգիստ եղիր։ Ճանապարհը դեպի քաղաքային հիվանդանոց միաժամանակ թվում էր անվերջ չափազանց արագ։ Անահիտը խորը շնչում էր յուրաքանչյուր կծկման ժամանակ, հաշվելով վայրկյանները, ինչպես բուժքույրն էր սովորեցրել նախածննդյան դասերին։ Տիկին Լուսինեն վարում էր ամուր ձեռքերով ղեկին, բայց Անահիտը կարող էր տեսնել մոր նյարդայնությունը աչքերում հետի հայելու միջով։ Անին, հետի նստատեղին Անահիտի կողքին, բռնել էր նրա ձեռքը, քաջալերանքի խոսքեր էր շշնջում։ Հասնելով ծննդատուն, Անահիտին անմիջապես տարան նախածննդյան սենյակ։ Բժշկական անձնակազմը զննեց նրան, հաստատեց, որ 5 սանտիմետր բացվածք ունի։ Ծննդաբերությունը իսկապես սկսվել էր։ Հետդարձի ճանապարհ այլս չկար։ Առաջիկա ժամերին նա կհանդիպեր իր երեխային։ Ծննդաբերությունը երկար ու հոգնեցուցիչ էր։ Անահիտն անցավ ուժեղ ցավի պահերով, երբ մտածում էր, որ չի կարողանա շարունակել, երբ ուզում էր հանձնվել, երբ գոռում էր, որ այլս չի դիմանում։ Բայց տիկին Լուսինեն այնտեղ էր, բռնել էր նրա ձեռքը, սրբում էր քրտինքը, շշնջում, որ նա ուժեղ է, որ կկարողանա, որ շուտով ամեն ինչ կարժենա։ Բժիշկ Սիրանուշը, հերթապահ մանկաբարձը, որը բժիշկ Մանուկյանի հետ միասին ստանձնել էր գործը, փորձառու կարեկից։ Կին էր, որն Անահիտին ուղղորդում էր ծննդաբերության յուրաքանչյուր փուլում համբերատարությամբ, վստահությամբ։ Այդ լուսաբացի ժամերին, մինչ պայքարում էր իր երեխային աշխարհ բերելու համար, Անահիտը մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր մինչ այստեղ հասնելը։ Մտածեց դավաճանության, նվաստացման, այն վախի մասին, որը զգացել էր այդ սառը ռելսերին կապված։ Մտածեց, թե ինչպես էր հասել հուզական հատակին, ինչպես էր իրեն կոտրված անարժեք զգացել։ Բայց մտածեց նա, թե ինչպես էր վերապրել։ Ինչպես էր ուժ գտել այնտեղ, որտեղ կարծում էր, թե այլս չկա։
Ինչպես էր վերականգնել կտոր առ կտոր իր նոր տարբերակը։ Եվ հիմա, մինչ մարմինը ջանք էր գործադրում մարդկության ամենանախնական հիմնարար աշխատանքում, Անահիտը հասկացավ, որ դա իր գոյատման վերջնական ապացույցն էր։ Նա ոչ միայն վերապրել էր տրավման, այլ ծաղկել էր, չնայած դրան։ Նա այնտեղ էր, պատրաստվում էր ծննդաբերել, պատրաստվում էր մայր դառնալ, պատրաստվում էր սկսել իր կյանքի նոր գլուխը, որտեղ անցյալը, որքան էլ ցավոտ լիներ, կլիներ պարզապես դա։ Անցյալ։ 11 ժամ 10 ծննդաբերությունից հետո ապրիլյան արոտ հինգշաբթի առավոտյան ժամը 7:43-ին երեխան վերջապես ծնվեց։ 3 կիլոգրամ 200 գրամ քաշով առողջ տղա, ուժեղ թոքերով, որոնք աշխարհ գալու մասին հայտարարեցին ուժգին լացով։ Բժիշկ Սիրանուշը երեխային դրեց Անահիտի կրծքին, այդ պահին, մինչ նայում էր իր որդու կարմիր ու ճմրթված դեմքին, Անահիտը զգաց սիրո այնպիսի պայթյուն, որ կարծեց սիրտը կպայթի։ Բար, սեր իմ, շշնջաց նա, արցունքներն ազատ հոսելով դեմքով։ Ես քո մայրն եմ։ Եվ ես քեզ հավերժ կսիրեմ։ Երեխան դադարեց լաց լինել, լսելով նրա ձայնը, այն ձայնը, որը եղել էր նրա մշտական ուղեկիցը 9 ամիս շարունակ արգանդում։ Նրա մանր աչուկները փորձեցին բացվել, փնտրելով մոր դեմքը։ Եվ այդ ակնթարթին Անահիտը հասկացավ, որ ամեն ինչ արժեր։ Յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր անկում գիշեր, հուսահատության յուրաքանչյուր պահ։ Ամեն ինչ հանգեցրել էր այս պահին։ Այս կատարյալ անմեղ էակին, որին հիմա պահում էր գրկում։ Տիկին Լուսինեն առատորեն լաց էր լինում, անընդհատ համբուրելով Անահիտի ճակատը։ Աղջիկս, թոռնիկս, դուք լավ եք, փառք Աստծո, դուք լավ եք։ Անին հեռախոսով լուսանկարում էր, ֆիքսելով այդ կախարդական առավոտվա յուրաքանչյուր պահը։ Անահիտը որոշեց երեխային անվանել Պետրոս Վարդան, ի պատիվ այն երիտասարդի, որն օգնել էր փրկել իրեն այդ սարսափելի գիշեր։ Անունը նշանակում էր ժայռ, քար, հիմք։ Եվ հենց դա էր այդ երեխան ներկայացնում Անահիտի համար։ Այն ժայռը, որի վրա նա կվերականգներ իր կյանքը։ Նոր ավելի լավ ապագայի հիմքը։ Հաջորդ օրերը կեղտոտ տակտիրների, յուրաքանչյուր 3 ժամը 1 կերակրումների, անքուն գիշերների մի խորը երջանկության քաոսային խառնուրդ էին, որը Անահիտը երբեք չէր զգացել։ Մայր լինելն ավելի դժվար էր, քան նա պատկերացնում էր։ Դա հյուծիչ էր ֆիզիկապես հուզականորեն։ Բայց դա նա ամենահաճելի բանն էր, որ երբե արել էր։ Պետրոսի յուրաքանչյուր ժպիտ, թեկուզ առաջին օրերին ընդամենը ռեֆլեքս, յուրաքանչյուր անգամ, երբ նա բռնում էր իր մատը մանր ձեռիկով, յուրաքանչյուր անգամ, երբ նա հանգստանում էր, լսելով իր ձայնը, այս ամենը լցնում էր Անահիտի սիրտը մի նպատակով, որը նա երբեք չգիտեր, որ փնտրում է։ Տիկին Լուսինեն ներկա նվիրված տատիկ էր։ Նա 2 շաբաթ արձակուրդ վերցրեց հիվանդանոցի աշխատանքից, օգնելու Անահիտին երեխայի հետ առաջին օրերին։ Սովորեցրեց աղջկան ինչպես լողացնել, ինչպես փոխել տակտիրները, ինչպես տարբերել լացի տարբեր տեսակները։ Արթնանում էր գիշերվա կեսին, երբ Պետրոսը լաց էր լինում, պատրաստում կրծքի կաթի շշեր, որոնք Անահիտը գտել էր, թույլ տալով աղջկան ունենալ մի քանի թանկարժեք ժամքուն։ Անին, իր հերթին, դարձավ ամենասիրահարված մորաքույրը, որը երեխան կարող էր ունենալ։ Նա ամեն օր դպրոցից վազում էր, պարզապես Պետրոսին գրկելու, նրա համար դեմքեր ծամածրելու, միլիոնավոր լուսանկարներ անելու, սոցիալական ցանցերում տեղադրելու համար։ Անահիտի պատմությունը շարունակում էր ուղեկցվել լրատվամիջոցների սոցիալական ցանցերի կողմից։ Պետրոսի ծնունդը լուսաբանվեց որպես երջանիկ ավարտ մի պատմության, որը ցնցել էր երկիրը։ Վերնագրերը խոսում էին հաղթահարման, մայրական ուժի, արդարադատության հաստատման մասին։ Անահիտը հարյուրավոր աջակցության հաղորդագրություններ ստացավ մարդկանցից, որոնց երբեք չէր ճանաչել, կանանցից, որոնք անցել էին նմանատիպ տրավմաների միջով նրա մեջ ոգեշնչում էին տեսնում։ Բայց Անահիտը չէր ուզում ոգեշնչում լինել ոչ ոքի համար։ Չէր ուզում լինել խորհրդանիշ կամ օրինակ։ Ուզում էր պարզապես մայր լինել։ Ուզում էր կենտրոնանալ իր երեխային լավագույնս մեծացնելու, հանգիստ երջանիկ կյանք կառուցելու վրա, ուշադրության կենտրոնից հեռու։ Նա դադարեց հարցազրույցներ տալ, դադարեց պատասխանել լրագրողների հաղորդագրություններին, մի որոշ ժամանակով փակեց սոցիալական ցանցերը։ Նրան խաղաղություն էր պետք։ Նրան նորմալություն էր պետք։ Նարեի Դավթի դեմ դատական գործընթացը ավարտվեց Պետրոսի ծնունդից 3 ամիս անց։ Դատավարությունը արագ էր հայկական չափանիշներով, հանրային ճնշման անհերքելի ապացույցների շնորհիվ։ Անահիտը ստիպված եղավ ներկայանալ դատարան, ցուցմունք տալու, դա նրա կյանքի ամենադժվար օրերից մեկն էր։
Նորից տեսնել Նարեին Դավթին, նույնիսկ եթե բաժանված դատական դահլիճով, նույնիսկ եթե ձեռնաշխտաներով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, դեռ ստիպում էր նրա սիրտը արագանալ ձեռքերը քրտնել։ Նարեն ատելությամբ նայեց նրան ամբողջ ցուցմունքի ընթացքում։ Ոչ մի զղջում, ոչ մի ամոթ չցուցաբերեց իր արածի համար։ Իր ցուցմունքում նա պնդեց, որ դա ընդամենը կատակ էր, որ Անահիտը չափազանց դրամատիկ է, որ ամեն ինչ ուռճացնում է, հանրային համակրանք շահելու համար։ Նրա խոսքերն այնքան խեղաթյուրված էին, այնքան անջատված իրականությունից, որ նույնիսկ իր սեփական փաստաբանը կարծես անհարմար էր զգում։ Դավիթը, մյուս կողմից, կարծես ավելի փոքրացել էր։ Ավելի թույլ։ Նա խուսափում էր նայել Անահիտին իր ցուցմունքի ընթացքում։ Երբ իր հերթն էր խոսելու, նա ընդհանուր ձով ներողություն խնդրեց, ասաց, որ զղջում է, որ Նարեի ազդեցության տակ է եղել։ Դա խղճուկ պաշտպանություն էր, հուսահատ փորձ նվազեցնելու իր պատիժը, ամբողջ մեղքը գցելով նախկին սիրուհու վրա։ Դատավորը չհավատաց։ Ոչ էլ ատենակալները։ Դատավճիռը խիստ էր։ Նարեն դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, առանգման, ապօրինի ազատազրկման, սպառնալիքի անձնական կյանքի անձեռնխելիության խախտման համար։ Դավիթը ստացավ 6 տարի նույն հանցագործությունների համար, պատիժը մի փոքր մեղմացված, որոշակի զղջում ցուցաբերելու համար, թե կասկածելի։ Երկուսն էլ պետք է զգալի փոխհատուցում վճարեին Անահիտին բարոյական վնասի համար։ Որոշումը դատարանում ընդունվեց ծափահարություններով։ Անահիտը չծափահարեց։ Պարզապես խորը շունչ քաշեց, թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Երբ դուրս եկավ դատարանից, շրջապատված մոր, զարմուհու բժիշկ Հենրիկի կողմից, Անահիտը կարճ հայտարարություն արեց դռան մոտ սպասող մամուլին։ Դա վերջին անգամն էր, որ նա հրապարակավ կխոսեր գործի մասին։ Այսօր արդարադատությունը հաստատվեց։ Ասաց նա, ձայնը թեթակի դողալով, բայց հաստատուն։ Ոչ թե դատավճռի համար, թե այն կարորը։ Այլ որովհետ ես վերապրեցի։ Որովհետ ես այստեղ եմ, ոտքի վրա, իմ երեխան տանն ինձ սպասում է։ Նարեն ու Դավիթը փորձեցին ինձ ոչնչացնել, փորձեցին ինձ դարձնել հանրային նվաստացման օրինակ։ Բայց ձախողվեցին։ Այսօր ես ավելի ուժեղ եմ, քան նրանք երբեք կարող են պատկերացնել։ Եվ հուսով եմ, որ իմ պատմությունը կարող է օգնել այլ կանանց, որոնք անցնում են բռնության, դավաճանության կամ մանիպուլյացիայի իրավիճակների միջով։ Դուք մենակ չեք։ Դուք կարող եք վերապրել։ Դուք կվերապրեք։ Անահիտի խոսքերը արագորեն տարածվեցին, միլիոնավոր անգամներ կիսվելով սոցիալական ցանցերում, մեջբերվելով հոդվածներում, օգտագործվելով հոգեբանական բռնության մասին իրազեկման արշավներում։ Բայց Անահիտն այլևս ուշադրություն չէր դարձնում այս ամենին։ Նա ասել էր այն, ինչ պետք է ասեր։ Հիմա ժամանակն էր իսկապես առաջ շարժվելու։ Հաջորդ ամիսները զգալի փոփոխություններ բերեցին։ Անահիտը որոշեց տեղափոխվել Երանից։ Մեծ քաղաքը, իր բոլոր ցավոտ հիշողություններով, այլևս այն վայրը չէր, որտեղ ուզում էր մեծացնել Պետրոսին։ Փոխհատուցման գումարով դիզայնի աշխատանքից իր խնայողություններով նա կարողացավ վարձել փոքր, բայց հմայիչ տուն Դիլիջանում, Երանից մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող լեռնային քաղաքում։ Տիկին Լուսինեն, որը մոտ էր թոշակի անցնելուն, որոշեց տեղափոխվել նրանց հետ։ Անին կմնար Աբովյանում, ավագ դպրոցն ավարտելու համար, բայց կայցելեր նրանց ամեն հանգստյան օրերին։ Դիլիջանի տունը կատարյալ էր։ Ուներ 2 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ Բուխարիով, հարմարավետ խոհանոց փոքրիկ այգի, որտեղ Պետրոսը կարող էր խաղալ, երբ մեծանար։ Քաղաքը հանգիստ էր, մաքուր օդով, ջերմ համայնքով։ Դա հենց այն նոր սկիզբն էր, որի կարիքն ուներ Անահիտը։ Նա պաշտոնապես բացեց իր փոքր գրաֆիկ դիզայնի բիզնեսը, հեռակա աշխատելով հաճախորդների համար ամբողջ Հայաստանից։ Հարստություններ չէր վաստակում, բայց վաստակում էր բավականաչափ հարմարավետ ապրելու դեռ Պետրոսին խնամելու ժամանակ ունենալու համար։ Հելենը, նրա մենթորը աջակցության խմբից, դարձել էր սիրելի ընկերուհի, բիզնես գործընկեր։ Նրանք համագործակցում էին նախագծերում, Հելենը զբաղվում էր ձեռագործական մասով, իսկ Անահիտը կորպորատիվ ոճով։ Անահիտը նա սկսեց գրաֆիկ դիզայնի հիմունքների դասեր տալ խոցելի իրավիճակում գտնվող կանանց, տեղական ՀԿ-ի միջոցով։ Դա իր ձներ փոխհատուցելու այն ամբողջ օգնությունը, որը ստացել էր։ Այդ կանանց սովորեցնելն ունենալ անկախ եկամտի աղբյուր, հավատալ սեփական ստեղծագործական կարողություններին, աներակայելի հաճելի էր։ Պետրոսը արագ առողջ էր մեծանում։ 6 ամսականում արդեն վարակիչ ծիծաղում էր, որը տունը լցնում էր ուրախությամբ։
9 ամսականում սկսեց սողալ, անհագ հետաքրքրասիրությամբ ուսումնասիրելով նոր տան յուրաքանչյուր անկյուն։ Անահիտը ֆիքսում էր զարգացման յուրաքանչյուր փուլ լուսանկարներով, տեսանյութերով, որոնք ուղարկում էր Անին մտերիմ ընկերներին։ Տեսնել, թե ինչպես է իր որդին մեծանում երջանիկ անվտանգ, ամենամեծ պարտքն էր, որ կարող էր ունենալ։ Հենց Դիլիջանում Անահիտը ծանոթացավ Լոնի հետ։ Նա քաղաքի անասնաբույժն էր, 35-ամյա մի տղամարդ, բարի ժպիտով աչքերով, որոնք ցույց էին տալիս փորձի հաղթահարված ցավի խորություն։ Լոնը կորցրել էր կնոջը ավտովթարից 3 տարի առաջ, այդ ժամանակվանից լիովին կենտրոնացել էր իր աշխատանքի երկուշներին խնամելու վրա։ Նրանք ծանոթացան, երբ Անահիտը բերեց փողոցից գտած վիրավոր կատվի ձագին։ Նրանց միջ ընկերությունը աճեց դանդաղ, բնականon։ Լոնը հաճախ էր անցնում Անահիտի տան մոտով, ստուգելու կատվի ձագին, որին Պետրոսը պնդել էր որդեգրել անվանել Գնդիկ։ Այցելությունները դարձան ավելի երկար, սուրճի շուրջ զրույցները վերածվեցին երբեմնի ընթրիքների։ Լոնը համբերատար էր, հարգալից, երբեք չէր ճնշում ընկերությունից ավելին ստանալու համար։ Նա գիտեր Անահիտի պատմությունը, քաղաքում բոլորը գիտեին, բայց նա երբեք նրան չէր վերաբերվում որպես զոհի կամ հետաքրքրության առարկայի։ Նրա համար նա պարզապես Անահիտն էր, մի հետաքրքիր կին, հմայիչ որդով, մի ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր, երբ հայտնվում էր թեկուզ հազվադեպ։ Գրեթե 1 տարի պահանջվեց, որ Անահիտը թույլ տա, որ Լոնի հանդեպ իր զգացմունքները վերածվեն ընկերությունից ավելի մի բանի։ Նա բարձր պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, պատեր, որոնք անհրաժեշտ էին սեփական պաշտպանության համար։ Բայց Լոնը համբերատար էր։ Նա չէր փորձում ուժով քանդել պատերը։ Նա պարզապես այնտեղ էր, մշտապես ներկա, մշտապես վստահելի, գործողություններով, ոչ միայն խոսքերով ապացուցելով, որ արժանի է վստահության։ Առաջին համբույրը տեղի ունեցավ ձմեռային մի կեսօր, Պետրոսը քնած էր մանկասայլակում, մինչ նրանք զբոսնում էին Դիլիջանի ազգային պարկում։ Դա քաղցր ու ամաչկոտ էր, լի խոստումներով, բայց առանց շտապողականության։ Եվ դավաճանությունից հետո առաջին անգամ Անահիտը թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե կարող է նորից սիրել։ Որ գուցե արժանի է նորից սիրվելու։ Լոնը Պետրոսին ներկայացվեց աստիճանաբար, միշտ խնամքով ուշադրությամբ երեխայի նշաններին։ Բայց Պետրոսը, այն անբացատրելի իմաստությամբ, որը երեխաները երբեմն ունեն, կարծես անմիջապես ընդունեց Լոնին։ Նա ժպտում էր, երբ Լոնը գալիս էր, ձեռիկները մեկնում էր, որ գրկեն, հանգիստ քնում էր, երբ Լոնն իրեն օրորում էր։ Կարծես, ինչ-որ կերպ, իմանար, որ այդ մարդը անվտանգ է, լավն է, մեկն է, ում կարող եմ վստահել։ Անահիտի Լոնի հարաբերությունները ծաղկեցին դանդաղ, բայց խորը արմատներով։ Նրանք չէին շտապում։ Ոչ մեկը չէր ուզում կրկնել անցյալի սխալները, ոչ մեկը պատրաստ չէր ինչ-որ բան կառուցել փխրուն հիմքերի վրա։ Նրանք ժամերով խոսում էին ամեն ինչի մասին, փիլիսոփայությունից մինչ թխվածքի բաղադրատոմսեր։ Կիսվում էին իրենց վախերով, սպիներով, ապագայի հույսերով։ Դա փոխադարձ հարգանքի, անկեղծ հիացմունքի խորը հասկացողության վրա կառուցված հարաբերություն էր, որ երկուսն էլ տառապել վերապրել էին, դա նրանց ավելի ուժեղ էր դարձնում միասին։ Տիկին Լուսինեն լիովին հավանություն էր տալիս հարաբերություններին։ Նա տեսնում էր, թե ինչպես է Լոնը վերաբերվում իր աղջկան քնքշությամբ, հարգանքով, ինչպես է ուշադիր Պետրոսի նկատմամբ, ինչպես է Անահիտին երջանիկ դարձնում այնպես, ինչպես տարիներով չէր տեսել։ Անին, երբ այցելում էր հանգստյան օրերին, կատակում էր, որ վերջապես լավ քեռի ունի։ Այդ սարսափելի գիշերվա իրադարձություններից 2 տարի անց Անահիտը նստած էր իր պատշգամբում, դիտելով, թե ինչպես է Պետրոսը խաղում այգում կեսօրվա արի տակ։ Նա 2 տարեկան էր, խոսուն հետաքրքրասեր տղա, որը 1000 հարց էր տալիս ամեն ինչի մասին։ Լոնը նրա հետ էր, ձեռքը միահյուսված նրա ձեռքին, երկուսն էլ հարմարավետ լռության մեջ, մինչ դիտում էին երեխայի թիթեռ որսալը։ Երբ է մտածել ես, որ այստեղ կլինեինք, մեղմորեն հարցրեց Լոնը։ Այն ամենից հետո, ինչի միջով անցել ենք, ամբողջ ցավից հետո, պատկերացրել ես, որ կարող էինք լինել այստեղ, այս պահին, այսքան խաղաղ։ Անահիտը մտածեց հարցի մասին։ Մտածեց, թե ով էր ինքը 2 տարի առաջ, այն կոտրված կինը, կապված գնացքի ռելսերին, կարծելով, որ իր կյանքն ավարտվել է։ Մտածեց այն ամբողջ ճանապարհի մասին, որն անցել էր այդ ժամանակվանից, բոլոր խոչընդոտների, որոնք հաղթահարել էր, բոլոր գիշերների, որոնք լացել էր մինչ քնելը, բոլոր օրերի, որոնք արթնացել ընտրել էր շարունակել, նույնիսկ երբ հանձնվելն ավելի հեշտ էր թվում։ Ոչ, անկեղծորեն պատասխանեց նա։ Չեմ պատկերացրել։ Պահեր են եղել, երբ մտածել եմ, որ այլս երբեք երջանիկ չեմ լինի։
որ այդ գիշերը ոչնչացրել է այն ամենը, ինչ ես էի, այն ամենը, ինչ կարող էի լինել։ Բայց սխալվում էի։ Դա ինձ չոչնչացրեց։ Դա ինձ փոխակերպեց։ Ինձ ավելի ուժեղ դարձրեց։ Ինձ սովորեցրեց, որ կարող եմ վերապրել անհնարինը։ Եվ ինձ բերեց այստեղ, այս պահին, քեզ հետ իմ որդու հետ։ Այնպես որ, ոչ, չեմ պատկերացրել։ Բայց աներակայելի երախտապարտ եմ, որ դա իրական է։ Լոնը քնքշորեն համբուրեց նրա ձեռքը։ Ես էլ։ Պետրոսը այդ պահին վազեց նրանց մոտ, ձեռքին պահելով մի ծաղիկ, որը պոկել էր այգուց։ Մամ, քեզ համար, ասաց նա իր քնքուշ ժպիտով, որը միշտ հալեցնում էր Անահիտի սիրտը։ Նա վերցրեց ծաղիկը, գրկեց որդուն, այդ կատարյալ պահին Դիլիջանի կեսօրվա արի տակ, Անահիտը վերջապես լիովին բաց թողեց անցյալի բեռը։ Նարեն ու Դավիթը բանտում էին, վճարում էին իրենց հանցանքների համար։ Այն պատմությունը, որը փորձել էին ստեղծել իր մասին, բացահայտվել էր։ Աշխարհը գիտեր ճշմարտությունը։ Բայց այս ամենից ավելի կարևոր, Անահիտը նոր կյանք էր կառուցել։ Լավ կյանք։ Իր կյանքը։ Ռելսերը, որոնք գրեթե գերել էին նրան այդ սարսափելի գիշեր, այժմ այլ բան էին խորհրդանշում։ Ոչ թե ծուղակ, այլ շրջադարձային կետ։ Այն պահը, երբ նա հասավ հատակին, որոշեց պայքարել, մակերես վերադառնալու համար։ Եվ հիմա, 2 տարի անց, նա ոչ միայն վերադարձել էր մակերես։ Նա թրջում էր։ Անահիտը նայեց Պետրոսին, Լոնին, այն հարմարավետ տանը, որը դարձել էր իր տունը, այն հնարավորություններով լի ապագային, որը ձգվում էր առջում։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա ժպտաց անկեղծ լիարժեք ուրախությամբ։ Ճանապարհորդությունը ցավոտ էր եղել, բայց արժեր յուրաքանչյուր քայլը։ Որովհետև այն նրան հասցրել էր այստեղ։ Այս խաղաղության, սիրո, նորացված հույսի պահին։ Անահիտի կյանքը նոր էր իսկապես սկսվում։ Եվ այս անգամ նա էր վերահսկում։ Այս անգամ նա էր ընտրում ճանապարհը։ Եվ այն ճանապարհը, որն ընտրում էր սիրո բուժման ինքնաներման անսասան վճռականության ճանապարհն էր, լինելու լավագույն մայրը այն որդու համար, որը փրկել էր իր կյանքը, նրան նպատակ տալով, երբ նա ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Ռելսերը մնում էին անցյալում։ Ապագան իր սեփական ձեռքերում էր։ Եվ դա պայծառ ապագա էր։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Պետրոսի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման այս ճանապարհորդությունից, ուժի վերածված ցավից, ազատության վերածված դավաճանությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Փրկության պահն էր։ Պետրոսի ծնոնդը։ Դիլիջանում նոր սկիզբը։ Կիսվեք ձեր մտքերով մեզ հետ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես ենք մենք ունակ վերապրել անհնարինը ծաղկել նույնիսկ ամենամեծ ողբերգություններից հետո։ Յուրաքանչյուր պատմություն դաս է տոկունության, սիրո, այն ուժի մասին, որը գոյություն ունի յուրաքանչյուրիս մեջ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։ Մինչ այդ, հիշեք, որքան էլ մութ լինի գիշերը, միշտ կա մի լուսաբաց, որը սպասում է ձեզ։